անցնող շաբաթվա ընթացքում ոնց որ ակնկալվում էր պետություն եկեղեցիս հայ առաքելական եկեղեցու կառավարության միջև փոխհրաձգությունները շարունակվում էր ու այս համատեքստում կարծես թե իրականություն դարձավ մեր այն վերլուծությունը, որ եկեղեցին ավելի այսպես խելացի է գտնվելու ու ճիշտ է դիրքավորվելու, ու ես ուզում եմ կարդամ Մայրաթորի այսպես պաշտոնական արձագանքից այն մի հատվածը, որը որ հաստատում էր մեր այն վերլուծությունները, որ եկեղեցին ավելի շատ հակված է չմտնելու ուղիղ առճակատման մեջ, մասնավորապես վեհափառի տեսքով, դեմքով ու հիմնական այդ հատվածը հետևյալն է. Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այսօրինակ անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը, հարկ չկա եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների։ Կարելի է սրանից ենթադրել, ես կարծում եմ, որ կարելի է ենթադրել, որ եկեղեցին ուղղակի այսքանով կբավարարվի ու այս հայտարարությունից անցել է արդեն շուրջ 3 օր, այսօր 4-րդ օրն է արդեն, կարծես թե միայն վարչապետն է, որ շարունակում է այս թեման եւ եկեղեցու կողմից ոնց որ էլ ուրիշ արձագանքներ չկան։ Դե հա, իրականում, որ ասում ենք, սրա ամենավատատեսական սցենարներից մեկը այն կարող լինի, որ եկեղեցին դառնա, կոպիտ ասած, ընդդիմադիր թևի sense առաջնորդություն ստանձնած ուժը, ու իրականում ես տեսա, որ նախկին նախագահների, հատկապես երկրորդ, երրորդ նախագահների հետ ասոցացվող մարդիկ հենց դա են ուզում, որովհետև տարբեր ինչ-որ եթերներ հերարցակվեցին, որ պահանջում ենք, որ Մայրաթորը հանդես գա ավելի կոշտ հայտարարությամբ, կամ ասում էին, հետո հայտարարությունից հետո ասում էին գոհ եք թե ոչ, ու բարձա այդ տրամադրությունը են ստեղծում, որ մարդիկ ակնկալում են ավելին, բայց եկեղեցին եթե իմ կարծիքով այս առումով ցույց տվեց, որ ինքը կոպիտ ասած մի քիչ վեր է կանգնում այդ օրակարգից, բայց մենք տեսանք, որ այդ այն մարդիկ սրբազանները, հատկապես Աջապահյանն ու Բագրատ Սրբազանը մեկը շարունակեցին, հա, այսինքն ակտիվ լինել։ Ինձ թվում է ավելի շատ այս կոնկրետ հատվածը, որ դու ընթերցեցիր, որ արհեստական օրակարգերի մեջ չեն ներքաշվի կամ հակադարձման գործողությունների չեն գնա։ Հա, այդ նշանակում է, որ այն տեսքով, որ այս բանի եկեղեցին ներկայացում է քաղաքականության մեջ, հատկապես երկու թեմի առաջնորդների, մեկը նախկին արդեն թեմի առաջնորդի տեսքով, կշարունակի հանդես գալ, այսինքն ինքը չի կարող պարտադրի, որ այդ մարդիկ հանդես չգան քաղաքական խոսքով, բայց միևնույն ժամանակ կաթողիկոսի դեմքով իրանք հանդես չեն գա, որովհետև նույն Միքայել Աջապահյանը այդ էր ասում, եթե դուք ուզում եք կաթողիկոսին հաղթեք, պետք է նախ մեզ հաղթեք, այդ նշանակում է, որ այդ մարդիկ դեռևս մնալու են քաղաքական խոսույթի մեջ, քաղաքական տարբեր գործողությունների մեջ, բայց եկեղեցին որպես ինստիտուտ ամբողջովին չի ներգրավելու քաղաքականության մեջ։ Ուղղակի այստեղ մեծ հետաքրքիր process էլ բան եղավ, այսինքն այդ հայտարարությունից հետո ուղիղ արդեն վարչապետի բանով նաև հայտարարվեց, որ պետքա կաթողիկոսը փոխվի ու դրա վարքագծի կանոններ պետք է ուսումնասիրվի միջև բանը։ Հիմա այստեղ խնդիրն է նա, արդյոք կառավարությունը գործող իշխանությունները կհասնի նրան, որ կաթողիկոսը հրաժարական կտա կամ փոփոխություններ կլինեն։ Ինձ թվում է եւ քաղաքական, այսինքն այդ քաղաքական բանը, որ չստացվեց երկրորդ, երրորդ նախագահների մոտ, խնդիրը մի քիչ ավելի լայն դիտանկյունից որ նայում ենք, ինստիտուտների մեջ է, փաստացի եկեղեցին միակ այն մեծ խոշոր ինստիտուտն է, որը որ ուղիղ ազդեցություն չունի գործող իշխանությունները ու շատ կարևոր է իրենց համար նամանավանդ վերջի մի քանի դրվագներով, որ քաղաքական հայտարարություններ էին անում, Շվեյցարիայում էին ինչ-որ հայտարարություններ անում, այս մեկը, այն մեկը, այն մեկը ու այս առումով ինձ թվում է իշխանության դիրքից որ նայում ես շատ կարևոր է այդ ինստիտուտը նույնպես ենթարկեցնել, հա, այսպես ասած, ու դա շատ նորմալ process է քաղաքական բանով, նույն 1994, 93-94 Գարեգին Վազգեն Վեհափառի մահից հետո երբ պիտի կաթողիկոս ընտրվեր 95 թվականին։ Այդ ժամանակ էլ փաստացի որոշում կայացնողը հենց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումով ու մեծ ազդեցություն եղել է։ Այսինքն ու բոլոր ժամանակներում այդպես է եղել։ Յուրաքանչյուր իշխանության հետ ինքը իր կաթողիկոսն անես իր հոգևոր նույնիսկ կաթողիկոս, օրինակ, ես ինձ մոտ հին վիդեո էր բերել Ամեկ+-ից, որ Արամ Սարգսյանը, Արամ Զավենի Սարգսյանը, որպեսզի մեր դիտողները իմանան, էլի 99 թվականին
ինքը մեկ է Հովիկ Աբրահամյանը որպես մարզպետ, իրանք եղել են ընտրող այդ հանձնաժողովը կոչվում թե ոնց 30%-ը դե աշխարհականներ են, իրանք եղել են 70%-ը ինչը պատահական չի եղել էլի, այսինքն էլի մինչև հիմա ինչքան գիտեմ ինքան այո, աշխարհականներ կան 30% փաստորեն ես հայետի ճշտեցի այդ Հիմա հետաքրքիր է օրինակ այս ինչ միջև ուր կգնա վերջապես կհասնի կաթողիկոսի հրաժարականին գործող իշխանությունը, թե չի հասնի կաթողիկոսի հրաժարականին ու այս արճակատումը կամ օրինակ հաջորդ ընտրություններին քաղաքական ուղիղ հայտ կներկայացնի եկեղեցին, թե չէ, այսինքն թեկնածու կունենա, թե չէ։ Կոնսոլիդացվի ինչ-որ Ես այդ առումով շատ տենում եմ, օրինակ բացի տես քննադատելը կոնկրետ եկեղեցուն ու եկեղեցու վարքագծին, հիմնականում հենց այս պարլամենտական ընդդիմության հետ ասոցացվող ուժերը, մեդիաները, փորձագետները նաև շատ ուղիղ էին հարցը դնում ու իրանք ասում են, որ եթե եկեղեցին քայլեր չձեռնարկի, լինելու է նիկոլական վեհափառ։ Ու իրանք այս թեզը շատ ակտիվ են տանում։ Հիմա իրանք քննադատությունների մեջ է նաև հասնում են նրան, որ արդեն ծաղրում են եկեղեցուն, սադրում են եկեղեցուն, ու հիմա իրանք ցաղ ռեսուրսները բացի տես քննադատությունից են դրել, որ հասցնեն ոնց որ այդ հոգեբանական կլինի, թե ներվային այն վիճակին կլինի եկեղեցականներին, որ իրանք ամբողջապես մտնեն այդ Նիկոլ Փաշինյանի հետ արճակատման մեջ։ Ու այս առումով հա դե մենք նախորդ ժամանակ էլ ասացինք, որ եկեղեցու կողմից այդ ճիշտ կշռադատված դիրքավորումն է, որ ինքը ակտիվ դերակատար չլինի, այդ պարագայում իր շանսերը ավելի մեծ են, որովհետև որ այդ կարգի համայնքին, կուր համայնքին փորձել են մտցնել քաղաքական դաշտ, ատելության հողի վրա, այս իշխանությունները այդ հարցը այնքան են ցածրացրել, որ լուծել են։ Դրա համար իմ այս թվում է այս առումով այդ հայտարարությունից համեն ամբողջական տեքստից ես այն եմ հասկանում, որ վեհափառը կոնկրետ հիմա այդ վերջնական այդ ստրատեգիան ունի, ինքը ասում է ինձ ինչ է ասեն, ինչ է չանեն, ես այս ուղով եմ գնալու, իսկ ինչ վերաբերվում է Հաճապայանին մեկ է Բագրատ Սրբազանին, իրանք միշտ էլ ակտիվ են եղել, այսինքն այս վերջի բաներից առաջ էին ակտիվ, հիմա էլ են ակտիվ, այսինքն իրանք ակտիվության շարունակումը ինչ չի թվում, էլի վտանգի տակ էր կամ ինչ-որ բաներ։ Վտանգի տակ էր, որովհետև օրինակ մեկը օրինակ այդ Տավուշը հանուն փրկության եթե շարժումը տենց էր Միջև այդ էլի ակտիվ ա եղել Բագրատ Սրբազան, բայց ինքը տենց ավելի շատ տենց այլ գործունեություններով ակտիվ ինքը պոպուլյար հոգեվորական էր ուղղակի, հա։ Աջապահյանը միշտ ակտիվ եղել քաղաքականապես, միշտ ինչ-որ տարբեր հարցերի մեջ եղել, բայց որ ամեն օր տարբեր ընդդիմադիր, ասենք, եթերներում հարցազրույցներ տա, քաղաքական դիրքորոշ, հա, այն ինտենսիվ գործունեությունը, որ հիմա են իրանք ծավալում, ինքը ակնառու է, չնայած նրան, որ իրանք, ասենք, հանրությանը միշտ տենց բան են եղել, էլի, պոպուլյար են եղել հանրության շրջանում, որ իրանք պատրաստ են ամեն ինչ որ հանրային նշանակության հարցի շուրջ կարծիք արտանեն։ Օրինակ Բագրատ Սրբազանը 18 թվականին էլ եթե չեմ սխալվում, երբ որ հեղափոխական process-ն ինքն էր Տավուշում, արդեն դուրս էր եկել փողոց, ասում էր ես իմ ժողովրդի կողքին եմ եւ այլն։ Ողջունել է։ Հա, իրանք էլ ողջունել։ Այսինքն իրանք միշտ այդ հանրային հարցի շուրջ այդ ակտիվություն ունեցեն, բայց այն ինտենսիվությունը, որ հիմա կա, որ ասենք ամեն հարցի շուրջ, ամեն մի այտենց գործընթացի process-ի շուրջ, ասենք կարծիք են արտահայտում, այդ մի քիչ գոնե մի 2 տարվա բան է, ավելի շատ նոր դրսևորում։ Փրկության շարժումից էլի սկսեց, այսինքն բայց մինչև այս բան արճակատումն էլ։ Այդ եկեղեցու կողմից քաղաքական հայտ ներկայացնելու մասով մի հատ հետաքրքիր ու այտենց պատմական ակնարկ եմ ուզում փոքր անեմ, որ իրականում եկեղեցին տարբեր ժամանակներում որևէ կերպ քաղաքականության մեջ անկախ Հայաստանում ներգրաված ա եղել, հետո վերջերս էլ ես կարդացի իրականում որ եվրոպական շատ այսպես ժողովրդավարական երկրների պարլամենտներում էլ հոգեվորականներ կան ներգրավված ու այդ առումով դա ոնց որ նորմալ պրակտիկա է, որովհետև մի լայն խումբ էլ իրենք են ներկայացնում, օրինակ Գերագույն խորհրդում падգամավոր քահանա падգամավոր ունեցել ենք։ Այդ ուզում եմ ասեմ աննախադեպ չի, երբ որ եկեղեցին որևէ կերպ քաղաքական գործընթացների մեջ ներգրավում է, իսկ Գարեգին բերի մասով կաթողիկոսի մասով ինքը դες անցած իր այս 1999 հոկտեմբերի 27-ից է ստանձնել ինքը տարբեր ժամանակներում ինքը քաղաքական չեզոքություն հիմնականում պահել է։ Մեծ հաշվով միջև այս պահը իր այսպես ամենասուր քաղաքական հայտարարությունը երևի եղել է այն, որ պատերազմից հետո ինքը եւս վարչապետին հորդորել է, այսպես հրաժարական տալ։ Միակ ամենասուր քաղաքական հայտարարությունը դա է եղել, ասենք ինքը 2008-ի մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ էլ է հիմնականում այս օրերի չեզոքության պես դրսևորվել ու չգիտեմ, այս ինչ եմ սա ասում, որովհետև այս վերջի շրջանում շատ ակտիվ է դարձել այդ քննարկումը։
շատ լավ պետությունը չպետք է միջամտի օրինակ եկեղեցու հարցերի մեջ, եկեղեցին էլ չպետք է միջամտի, իսկ արդյոք կարան առանձին հոգևորականներ քաղաքական հայտ ներկայացնեն, թե չէ։ Ամեն դեպքում նախադեպերը ցույց են տալի, որ տարբեր ժամանակներում տարբեր հոգևորականներ ներկայացրել են այս խոսակցությունը ավելի շատ ռադիկալ ընդդիմություն լինելու մեջ է, որովհետև Ստեղ ոչ թե ընդհանուր առմամբ քննարկումը նենց է գնացել, որ արդյոք որոշ անհատ հոգևորականներ կարան քաղաքականությամբ զբաղվեն, այլ արդյոք եկեղեցին պետքա դառնա ընդդիմություն ու հրաժարական պահանջի, որովհետև նույն մարտի 1-ի դեպքերի ժամանակ վեհափառի նկատմամբ հիմնական քննադատություններն էր, որ 10 հոգի գնդակահարվեց, բայց այդ ոչ թե չեզոքություն էր այդ, այլ կողմնակալություն էր, որովհետև չեզոք ցանկացած մարդ պետք է այդ դատապարտեր ու իրանք ոնց որ հիմա այդ պրոպագանդիստները այդ իշխանական էլի այդ հարցն են տալի, ասում են, բա դուք ուր եք էլի այն ժամանակ մարդկանց փողոցում գնդակահարում էին, ընդդիմադիր չեք, բայց հիմա օրինակ ձեզ քաղաքականություն արտաքին դուր չի գալի, դուք ընդդիմադիր եք։ Ինձ թվում է գլոբալ առումով ստեղ է խոսակցությունը։ Այս process-ում նաև երբ որ մենք խոսում ենք երկրորդ ու երրորդ նախագահների այն մոտ կանգնած մեդիա դեմքերի մասին, ովքեր ամենատարբեր հարթակներում փորձում են եկեղեցուն ներքաշել ավելի ուղիղ առճակատման մեջ, իմ համար այսպես շատ կոնկրետանում այն հանգամանքը, որ փաստորեն այս մարդիկ պակաս քաղաքական են, քան եկեղեցին, որովհետև իմ տպավորությամբ եկեղեցին իր վերջի հայտարարությամբ ավելի քաղաքական այն իմաստով, որ ավելի այսպես ասած քայլ առաջ կատարեց, քան որ կարելի էր պատկերացնել։ Օրինակ չհայտարարեցին էլի, որ մենք կոչ ենք անում քաղաքացիներին դուրս գալ, եսիմ ինչ անել եւ այլն։ Հա, իրականում շատ բարձր մեղադրանքները, որը որ հնչում են իրենց հասցեին, ոչ մեկ չհերքեց այդ մեղադրանքները։ Եկեղեցին։ Եկեղեցականներից ոչ մեկ չի հերքել։ Շատ ինչ-որ դիվանագիտական պատասխաններ էին։ Այդ մասն եմ ուզում ես ընթերցեմ օրինակ, իրանք այդ մասով տենց թեթև ակնարկ ունեն, ասում են եկեղեցու հարցերը, ինձ թվում է նկատի ունեն այս քննարկվող հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն ու դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասու։ Իրական մի քիչ տես տրիվիալ ճշմարտություն է, այսինքն վարչապետը ով է, օրինակ ԱԱԾ-ին օրինակ եմ, էլի, ասեմ, որովհետեւ հիմա մամուլում տենց ինչ որ հրապարակումներ տեսել եմ, որ օրինակ երբ որ ԵՊՀ-ում հանդիպում անեցի ուսանողների հետ, ինչ որ տենց բան ասել է, որ ես հանձնարարելու եմ իրավապահ մարմիններին քննեն ինչ որ բաներ։ Եթե դրանք իրենից չեն ներկայացնում ինչ որ քրեական հանցագործություն կամ տենց իրավական այդ ոլորտի հետ կապված խնդիրներ, օրինակ ոչ թե եկեղեցական կարգի խախտում եւ այլն, այդ ինչ էլ ուզում ասենք, որ ասենք պետությունը ինչ որ չափով պետքա տարանջատի, այդ սկզբունքը ինչ որ չափով պետքա պահպանվի, այսինքն վարչապետը չի կարող էլի աշխարհի երկրում ասենք միջամտի, օրինակ որ այսինչ եկեղեցական կարգը խախտվել է, ասենք իրավապահ մարմինները զբաղվեն տենան այդ ով է խախտել, ոչ մի նախ ինստիտուցիոնալ մեխանիզմ չկա։ Լավ, ասենք կուսակրոնության ուխտը խախտել է կաթողիկոսը։ Ինչ պետք է անեն իրավապահ մարմինները։ Շատ ասենք բան անեն, նավոդկա տան, տենց ինչ որ, չգիտեմ, տեսանյութ ուղարկեն վարչապետին, ասեն էս է խոսքի, ու դա դառնա ներքաղաքական արճակատման կարևոր գործիքներից մեկը։ Ուրիշ բան իրավապահ մարմինները այս դեպքում չեն կարող անեն, եթե օրինակ ինչպես առաջին տիկիններ ասում մանկապարտության եւ այլ դեպքերի հետ չի էլի կապ ունի։ Դա համար ինձ թվում է այս արճակատման մեջ ինչ որ ինֆորմացիա կա իշխանության մոտ ու իրանք դրա համար այս թեման տակ են պահում, իսկ եկեղեցին փորձում է խուսափել ու ասում է այս ինչ որ եթե խախտում է լինի, այդ մենք պետքա որոշենք, մենք պետքա հասկանանք այդ ինչքանով է ռելևանտ, որ պետք է փոխվի կամ ինչքանով է ռելևանտ, որ դա թափանցիկ դարձվի եւ այլն, բայց այս կարևոր հատվածը օրինակ ես ընթերցեցի միանգամից այս իմ մոտ կարևոր բան է։ Մի հատ ուրիշ կարևոր բան էլ որ տեղի ունեցավ, եթե միջև այս վերջի պահը Փաշինյանը հարցադրում էր անում, վեհափառը ունի արդյոք զահավակ թե չէ եւ այս հարցը պետքա բարձաբանել, ինքը արդեն երեք արդեն ինքը պնդում արեց, որ ես նաև այս առիթով նաև պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա արդեն ոչ թե պարզապես մեղադրական հարցադրում է, այլ ուղիղ մեղադրական։ Իդեպ մի բան էլ ավելացնեմ, հրապարակի նյութով էր կիսվել ու ասել էր ես դատի եմ տալու հրապարակին, թող կաթողիկոսն է ինձ դատի տա, այսինքն ինքը պարզավոր ինֆորմացիա ունի հստակ։ Հա, ու ասում է թող դատի տա, գնանք դատարան։ Ես իմ ունեցած ինֆորմացիա կկիսվեմ։ Իսկ այդեցի, ասենք ԿՊ-ն առասարակ հա խառաբաներ խոսում էլի, որտեվ այդ սկզբից մենք ճիշտ ենք նկատել, իր նպատակը կաթողիկոսին հեռացնելն է, ու իրանք ամեն կերպ ճնշում են։ Օրինակ արդարադատության նախարարը անուղակի ակնարկում է, որ կարա սահմանության մեջ նենց փոփոխություններ լինեն, որ
ասենք այդ բացառիկ կարգավիճակը չլինի։ Օրինակ իրանք ասում են, որ կարող է մենք սկսենք հանրային արշավ ձեր դեմ, որովհետև բաներ կան, մանկապղծություն կա, այդ կաթողիկոսի երեխայի թեման կա, որ ինչ-որ չնորոգված այդպես շենքեր կան եւ այլն։ Այսինքն իրանք ինչ կարան հիմա անում են ու Գարեգինին մեսիջ են ուղարկում, որ կոպիտ ասած դու հրաժարական տու թող գնա, այդ ամեն ինչը կկարգավորվի։ Դրա համար հիմա այս օրերի ընթացքում իրանց ձեռի տակ ինչ ընկնի, իրենք ոնց կարողանան հարվածեն, այտենց հարվածելու։ Բայց տարօրինակ կերպով ես ուզում եմ նաև հարցամ, արդյոք տենց է թե չէ։ Ոնց որ թե որևէ կերպ այս մեխանիզմները դեռ չի աշխատում։ Չի աշխատում։ Այսինքն հանրության մոտ այդ ընկալումն էլ սկսեց ձևավորվել, որ եթե անգամ վեհապարը կամ որոշ սրբազաններ զավակներ ունեն, հանրությունը կարծես թե դրա հետ խնդրեմ չունի։ Որտեւ այդ նորություն չի։ Ես ինչ հիշում եմ, այդ խոսակցությունը կա, բոլորը տենց գիտեն ըստ էության, որ տենց բան կա ու օքեյ են այդ։ Այդ որ ինքը վարչապետն ասում է, որ ես որպես եկեղեցու հետևորդ բան հայտամուր, այսինքն այնպես չի եկեղեցու հետևորդները Իրանից բացի մնացած տեղյակ չեն այդ փաստի մասին, այլ որ հետևողական լինեին, վաղուց կլինեին, կգնային կհասնեն, բայց փաստացի հաշտ են այդ մտքի հետ, այդ երևույթի հետ ու դրա համար այդ process չի։ Ուղղակի մեկ այս process-ում ինձ նայում է հետաքրքիր բան, չգիտեմ ճիշտ եմ նկատել թե չէ, հենց ինիցիատորը այս եկեղեցու դեմ բանի երկուսով միայն այդ Աննա Հակոբյան եւ Նիկոլ Փաշինյան զույգներ, այսինքն ամենաշատ այդ սկզբից բանը իրանք տվեցին ու գնալով այս բան անում, մի քիչ հենց էլիտան բան անում, էլի ձգվում այս բան բյուրեղանում, այս թվում է այս իրանք մի քիչ օրինակ փաստացի ես անգամ այդ հայտարարությունները որ արեց վարչապետը, տակի ինչ որ բաները որ նայում էի, շատ բան քպականներ, շատ վստահ եմ որ սա ֆեյք է, էջը ջարդել են, այսինքն այդ խզումը կա արդեն գործով այդ ընտանիքի ու այդ մնացած, հա, այսինքն падգամավորական շերտ եւ այլն ու այս process-ն էլ է հետաքրքիր բաներ ցույց տալի իշխանության ներսում։ Արձագանքների ու այդ վարքը հենց դա էլ մատնում էր, որ անակնկալի են եկել։ Հետո սկսեցին արդեն տեղավորվել։ Հետո ադապտացվում են, հա։ Հետո 2-3-ը շեր են կիսվում են այդ գրառմամբ, հա, այդ բայց հետաքրքիր բան է, որտեղ ես ինչքան ասենք մեր որևէ նախկին ղեկավարի կին այսքան ուղղակիորեն քաղաքականության մեջ ինքը քաղաքական գործիչ է, Աննա Հակոբյանը, եթե դու առաջին ձեռքից, հա, եթե դու որպես առաջին ձեռքից ինֆորմացիա ավելի շատ ես տանում, քան ասենք իշխող կուսակցության վարչության անդամներն են, որտեղ լիքը վարչության անդամներ տարբեր տեղեկությունով էլի մտածել են, որ այս էջը ջարդած, այսինքն իրանք որպես վարչության անդամ որ որոշումներ ա կայացնում այդ կուսակցությունում, իրանք ընդհանրապես տեղյակ չէին, ինչա կատարվում, բայց ասենք վարչապետն ու իր կինը, ասենք հենց արշավ են սկսել, այսինքն այդպես շատ քիչ ժամանակային տարբերությամբ միանգամից սկսել են օրինակ կոնկրետ բաների մասին խոսելը, որը շատերի համար զարմանալի է եղել։ Իսկ իրանց հաշվարկը արշավը սկսելուց դա է եղել, որ իրանք շատ կոպիտ մի բան գրեն, շատ կոպիտ նես բան անեն, որ հնարավոր չլինի դրան չարձագանքել, ու եկեղեցին դառնա ավելի արդեն որպես ինստիտուտ քաղաքական դերակատար, այսինքն բերեն քաղաքական դաշտում իրանց ջարդեն, ու այդտեղ արդեն թելադրեն իրանց կանոնները։ Բայց մինչև այս պահը, ոնց որ եկեղեցին ոնց ես հասկանում, շատ լավ հասկանում է, հա, այս ամեն ինչը, անգամ չի տրվում ընդդիմության սադրանքներին, որ էլի նույն ձև եկեղեցու ինչ ասես, ասպա դուք անատամ եք, դուք ոնց այս ամեն ինչին չեք արձագանքում, այս ինչ թույլ հայտարարություն է, բողոքում են, որ թույլ հայտարարություն է, բայց որ պահին այդ ընդդիմության կամ հենց Նիկոլ Փաշինյանի ընտանիքի սցենարով իրանք մտնեին այդ թեմայի մեջ, արդեն իսկ թվում է Գարեգինը ստիպված հրաժարականներ տվե, իրանք կամ եթե ոչ այս կարճ ժամանակահատվածում, ապա գոնե մի 2-3 ամիս ու արդեն այդ ոնց որ Ղարաբաղցիների ցույցը եղավ, նույն պատմությունը ստե կկրկնվեր եկեղեցու թեմայով, որովհետև ռեյտինգից էլ են շատ խոսում, օրինակ ասում են, որ ռեյտինգը բարձր է եկեղեցու, բայց պետք է հստակ ընկալեն, որ եկեղեցու ռեյտինգը բարձր է որպես ապաքաղաքական միավոր։ Եթե մարդկանց հարցն են ստան, ասեն օրինակ դուք որպես ընդդիմություն եկեղեցուն համարում եք կամ եկեղեցու անունը չտան, ուղղակի հարցը տան դուք ընդդիմություն ինչ ինստիտուտ ու դերակատար եք տեսնում, ոչ մեկ չի ասելու եկեղեցի կամ շատ քիչ թիվ է լինելու։ Այսինքն եկեղեցին հեղինակավոր է իր բնական կարգավիճակում։ Ու դրա համար ասել, որ իրանք որ այդ իրանց 60%-ից ավել ռեյտինգը կապ ունի, ասենք քաղաքականության հետ, այդ ինձ թվում է այտենց գրագետ մոտեցում չի, ովքեր որ տենց են մտածում, այդ հիմնականում հենց բանով այդ ընդդիմադիր ռոպագանդիստներն են
տես խոսում են իրանք շատ տգետ հաշվարկ են անում, էլի, այդ առումով։ Դե քո այն պնդումը, որ իրականում Աննա Հակոբյանն ու Փաշինյանը հաշվարկ են արել, որ պետքա կոշտ բառապաշարով եւ ամենայսպես վերևից սկսելով մտնեն process-ի մեջ, դա հիմնավորվում է նաեւ Աննա Հակոբյանի մեկ այլ գրառմամբ, որտեղ ինքը ասում է հաճախ ես այո ստիպված էի իջնել այս մակարդակի, որպեսզի այս մակարդակում լսելի լինեմ, եւ ստիպված էի օգտագործել այս բառապաշարը, որպեսզի լսելի լինեմ, էլի։ Այդ նաև գալիս է ապացուցելու, որ հենց չեն էլ թաքցնում, որ հաշվարկը հենց տենց էլ եղել է, որ պետքա ավելի լայն մասաների հասնել այս լեզվամտածողությամբ, այս բառապաշարով։ Ոստեղ այն բանն են գալի, որ եկեղեցին իրականում բանով փակ կառույց լինելով, բան լինելով, ինքը process-ից կտրված մարդկանցից չի բաղկացած, որովհետև եթե իրանք այս գործը լավ ոչ են ընդունում, իրանք սիրած ընդդիմությանը չեն լսում, նաև հասկանում են, թե Նիկոլ Փաշինյանն ինչ են ուզում, այսինքն իրանք լավ պատկերացնում են իրավիճակը, քաղաքական նյութ էլ ունեն, լավ էլ ինֆորմացված են ու հասկանում են ոնց դիրքավորել։ Այսինքն ավելի շատ ծառա հաշվարկի վրա հիմնված հայտարարություն է, որովհետև ինձ թվում է եկեղեցին նաև այդ մեր ասած այդ հանրային տրամադրություններին էլ այն կտիրապետում, այսինքն եկեղեցին լավ գիտի այդ 90%-ը ինչ տոկոս է։ Ինքը գիտի, որ այդ 90%-ը չեն գնալ, օրինակ ընդդիմադիր պայքարին իրենց աջակցեն կամ օրինակ գնան, այդ 90%-ի մեջ նաև մտնում է հենց ԿՊ ընտրող հանրությունը։ Այդ 90%-ի մեջ շատ բազմաշերտ հանրություն է, էլի, ինքն այդ 90%-ը շատ բազմաշերտ է, ես հիշում եմ, որ Բագրատ Սրբազանի շարժումից հետո մի ամիս թե երկու ամիս էր անցել, հարցում էր տարածվել, որ Բագրատ Սրբազանի անունը որպես քաղաքական գործիչ չկար։ Այսինքն մարդկանց համար այդ չի ընկալվել որպես այդպես եկեղեցու շարժում, օրինակ կնշեն, էլի, կասեն օրինակ Բագրատ Սրբազանը կարող է լինի լավ վարչապետ։ Որ հանրային գործչին է ամենաշատը վստահում, ոչ 23 թվի հարցումներում, դա կա, ոչ է, այս վերջի ընդհանրապես շարժումը, որը ասենք ունեցել է 50,000, եթե չեմ սխալ, առաջին օրը մասնակից, մի ամիս թե երկու ամիս հետո, ասենք մի տոկոս մարդիկ չեն ասել, օրինակ Բագրատ Սրբազանին պատկերացնում են որպես ընդդիմադիր շարժման առաջ։ Ավելի շատ մարդիկ ինչ որ տենց առանձնական խարիզմա են տեսել, ասեն որպես մարդ, բայց որպես եկեղեցու, որպես այդ ինստիտուտի ներկայացուցիչ մարդիկ մեկը չեն պատկերացրել։ Այս թեմայով ինձ թվում է եթե տենց այսքանը հաշվի առնելով եկեղեցու արձագանք ու նաև այդ արձագանքից հետո շարունակվող արշավը էլի, որովհետև մենք տեսնում ենք ամեն օր Նիկոլ Փաշինյանը մտնում է իր մեջ, մի հատ սաղմոսա ցիտում, սաղմոսա հարում է։ Հետո սաղմոսա ցիտում, հետո ատելության սաղմոսից հետո սկսում է թիրախավորել, էլի դու կաթողիկոս արի տեսնենք ուր ես չկա, ասես ոնց որ սադրի էլի անընդհատ ես գիտեմ որ դու աղջիկ ունես, ես գիտեմ որ ինքը սենց ես ոնց որ ես թվում է ինքը անդադ սենց քայլ առ քայլ ինքը բարձրացնելու է շեմը։ Ոչ մեկ ինչի մասին չի։ Օրինակ այդ աղջկա հոգեվիճակի մասին ասած մեկը հիմա խոսում է։ Մի հոգի եմ տեսել որ խոսում է Հասմիկ Հակոբյանը ոնց որ ԿՊ-ի падգամավորն է, որ ասել խնդրում չտարածեք իր նկարը, որովհետև տես մեկ էլ հակառակ են տարածել։ Այդ հակառակ արշավն մի թևն է սկսել էր նկարներ տարածել, որ այսինչ եպիսկոպոսի աղջիկն է, այս մեկ ասում է կաթողիկոսի աղջիկն է։ Մարդը մսի կտոր է։ Ընդ որում այն ազնվորությունը, որին որ համավորում են, ասենք վեհապարի աղջիկը, այդ լուսանկարները որ տարածում են, ես մի քանի տեղ մտա մեկնաբանություններն եմ կարդում, դե ասում են կոնկրետ անուն կա, ես հիմա չեմ ուզում արտաբերեմ այդ անունը, որ չստացվի մենք էլ չճշտված տեղեկատվություն ենք տարածում, բայց այն լուսանկարը ու այն ազնվորության տեղեկատվությունը, որ հրապարակվել է, մեկնաբանություններն էի կարդում, մեծ մասը բավականին այսպես ադեկվատ արձագանքներ էր, հա, շատ լավ անձնավորություն է, շատ կիրթ բժիշկ կա, մի քանիսը գրել էին, որ բժիշկ կա, հա, մի քանիսը գրել էին, որ եթե ինքը չլիներ, տարբեր բաներ, հա, այսինքն անգամ այդ պայմանը, հա, ինչ կա, եթե անգամ վեհապարի աղջիկն ասում է շատ էլ նման է եւ այլն, շատ լավ, շատ բարեհամբույր մարդ է, այսինքն շատ սովորական է անցալում, մի բան էլ դրական անցալում։ Այսինքն հաշվարկները ինձ թվում է սխալ են գնում, ինչքան ավելի հանրայնացնում վեհապարի ենթադրյալ ընտանիքը, այնքան ավելի հանրային process-ները չգիտեմ ուր կգնա, բայց ես այնուամենայնիվ ներքին մի հատ բան ունեմ։ Ինձ թվում է ներքին ինչ որ underground պայմանավորվածություններով ինձ թվում է ինչ որ պահի հրաժարական է տալու Գարեգինը։ Ես որովհետև շատ բարդ հալնելու այս պետական ինստիտուտների դեմ տենց ինձ չի թվում որ շատ երկար կարա դիմանա էլի այս բաներին։ Ճիշտն ասած, քանի որ եթե իշխանությունը շատ հստակ է որոշել որ պիտի փոխվի վեհապարը ու պիտի ունենա իր վեհապարը, որովհետև բոլոր տեղերում ըստ էության իշխանությունը հերթական իշխանական կոնսոլիդացիա է պաշտպանության նախարարությունում, ԱԱԾ-ում, ներքին գործերի նախարարությունում, համալսարաններում ինստիտուտներ են որ փուլ առ փուլ բերվում է կոնսոլիդացվում է իշխանությունը։
Հիմա եկեղեցին այդ սկզբում նշեցի, միակ այն կառույցն է, որ դեռ մի քիչ դուրս է մնացել ու մի քիչ ավելի մեծ է ու ազդեցիկ է։ Ես կարծում եմ, որ ինչ որ մի պահի, եթե այս ողջավորվածությամբ շարունակի իշխանությունը, դա բերելու է հանգեցնելու է դրան։ Անկախ ինստիտուտ եկեղեցին ոնց կդիրքավորվի, ոնց չի դիրքավորվի, խելացի կլինի, խելացի չլինի, որտեղ բարդ է էլի։ Չգիտեմ, ես վստահ չեմ կարող այդպես պատասխանել։ Ես էլ վստահ չեմ։ Նրա համար, որովհետև օրինակ վեհապարը այնքան էլ հանրային գործիչ չի ու բավարար չափով չենք հասցրել երևի ճանաչել օրինակ թեկուզ մարդ տեսակը, ինչ ձևի մարդ է ինքը, արդյոք այդ ճնշումներին կդիմանա թե չի դիմանա, որովհետև կարող է իսկապես այդ ճնշումների իշխանությունները մեծացնեն եւ իրադարձությունները կարող է շատ հակառակ էֆեկտել ունենան։ Մարդ, ասենք, ինչ-որ եպիսկոպոսներ նիկոլական դառնան, օրինակ այդ բանը կա, հա, կամ ասենք իրանք կարող է սկսեն խոստանալ ավելի ներքևի աստիճանակարգի ծառայողներին, որ եթե դուք հիմա մոբիլիզացվեք Գալեգինի դեմ, օրինակ վաղը մեսօր ձեր համար լավ կլինի այդ եղանակով ամեն։ Կարող է սպառնան այդ սահմանադրության մեջ, որ բացառիկ կարգավիճակից կզրկեն։ Չգիտեմ, այդ կոզերները շատ է, էլի իշխանության մոտից թվում է։ Դա այն տեսանկյունից, որքանով որ իշխանության տիրապետումը Ինչքանով ոնց որ հարցի կարևորությունից է կախված, ինչքանով է կարևոր այդ փոփոխությունը։ Եթե դիտարկեն, որ շատ կարևոր է, իսկ ոնց հասկանում դիտարկել են, որովհետև մարդուկին ամեն 3-4 օր ամեն օր 10-12-ած ստատուս են գրում, այսինքն կարևոր է ինձ համար։ Մամուլում նաև տեղեկություններ էր շրջանառվում, որ այս ամիսների ընթացքում Բագրատ Սրբազանը իր այսպես աջակիցների հետ տարբեր նախապատրաստական աշխատանքներ ա կատարվել, շենքեր գրավել, նորից փողոցային պայքարի դուրս գալու ու ենթադրաբար նաև այդ process-ները կանխելուն է երևի նաև միտված, որովհետև չգիտեմ, եթե իրանք էլ լուրջ չեն ընկալում Բագրատ Սրբազանը, որ կես ժամով փողոց։ Դե բայց Բագրատ Սրբազանը հասկանում ենք, որ պարզապես մենակ այդ անձի մասին չի խոսքը։ Հնարավոր է, որ իսկապես, չգիտեմ, ինչ որ process-ներ կարող ավելի լավ նախապատրաստել։ Կարող ավելի լայն վտանգ են տեսել, որովհետև Բագրատ Սրբազանը մի քիչ արդեն լուսանցքում է հայտնվել։ Քաղաքական առումով այն։ Ես մի հատ ճշտում եմ ուզում անեմ նախորդ հաղորդման հետ կապված, որ մենք խոսացել ենք եկեղեցի պետություն հարաբերություն եւ հարկման մասով, ես վստահ չէի այն ժամանակ պնդում անեի հարկվում է թե չի հարկվում, այդ տեղեկատվությունը ճշտված է, այո, հայ առաքելական եկեղեցին հարկեր վճարում է։ Պետական այո, վճարում է, հա։ Երևի այստեղ երբ որ իշխանությունները խոսում են պետությանը, ասենք ֆինանսական միջոցները վերահսկելու մասին է երևի ավելի շատ, ավելի, չգիտեմ, երևի այնտեղ են ստրեր տեսնում, ուզում են դա առաջ բերել եւ մի հատ էլ անճշտություն կար, բոլոր եկեղեցիները չի եւ բոլոր վանքերը չի, որ հայ առաքելական եկեղեցու հոգացության ներքո է, որոշ հատվածներ գրանցված են պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում եւ նույնը 6-րդ դարի Ավանի եկեղեցին, օրինակ Ազատությունը ռեպորտաժ էր նկարել ու պարզեց, որ այդ եկեղեցին հենց կառավարության ոնց որ հոգացության ներքո է ու իրականում այդքան շատ 6-րդ դարի, ասենք ամեն եկեղեցի չի էլի այսօր որ խնամված է հայ առաքելական եկեղեցու ենթակայության տակ ու այդ աշճան պատմություն, հնություն ու տես ճարտարապետական բացառիկություն ունի, բայց այդ եկեղեցին փաստացի Ավանի բնակիչները իրենց միջոցներով, իրենց ձևերով, տենց ուղղակի հարգանքից դրդված այդ եկեղեցին խնամում են էլի։ Հա, մի ուրիշ կարևոր բան էլ կա, որ այս ընթացքում մենք խոսել ենք ու բաց ենք թողել, այդ հետեւյալն է, որ ես էլ էի մտքից էլ երթել բացարձակ մոռացել էի, երբ որ իշխանությունները սկսում են մեղադրել եկեղեցու սրբազաններին կուսակրոնությունը խախտելու մասին, շատ հետաքրքիր է, որ ժամանակին, երբ որ ԱԱԾ տնօրեն Արգիշտիկ Հարամյանը կապվում էր ըստ մամուլի տեղեկությունների կապվում էր Կոտայքի թեմի առաջնորդի հետ, այդ ժամանակ որևէ հարցադրում չէր անում, որևէ իշխանական ոչ падգամավոր, ոչ նախարար, ոչ անգամ Փաշինյանը որևէ այսպես հրապարակային հարցադրում չէին անում Կոտայքի թեմի առաջնորդին, արդյոք նա կուսակրոնությունը խախտելա թե չէ, եւ սա հերթական անգամ այս process-ը գալիս է ապացուցելու, որ բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոշեցին այս գործընթացի մեջ մտնել։ Հիմա գործից հանել են, էսա արդեն կասեն։ Հա, հետաքրքիր է օրինակ, երբ որ Փաշինյանը նաև խոսում է, որ օրինակ սրբազաններից ոմանք զավակներ ունեն եւ կուսակրոնությունը խախտել են, արդյոք դրա մեջ տեսնում է նաև Կոտայքի թեմի առաջնորդին, թե ոչ, որովհետեւ ինձ թվում է ամենամոտ կանգնած է։ Դե ասենք ենթադրաբար, նենց հաստատ չասենք որ։ Հա, ենթադրաբար, որ էլի հղում ենք անում մամուլի տեղեկություններին, այդ հարցը տալիս էին նաև Հա, ես շատ Արգիշտիկ Հարամյանին ինքը Պրոստը պնդում չանենք էլի որ բայց փաստա որ այդ երբ որ այդ խոսույթը կար
թափանցիկ արձագանք չի եղել, էլի, կոպիտ ասած հանրային պաշտոնյան, այդպես ասած չի փարատել էլի կասկածները։ Եվ իշխանությունը եւ եկեղեցին այսպես այսինքն երբ որ դու ասում ես եկեղեցին պետքա ինչ որ թափանցիկ գործընթաց սկսի, որովհետեւ պետքա ժողովուրդների դերը ունենա կաթողիկոսի ընտրության հարցում, բայց ասենք մի քանի ամիս առաջ, թե մի տարի առաջ այդ հարցը քննարկվում էր։ Ոչ մեկ չէր ասում, օրինակ, այ քանի որ Արգիշ Տիգրամյանը հանրային պաշտոնյա է, եկեղեցին սենց է, ժողովուրդը պետքա մասնակցի եւ այլն, պետքա ինչ որ հանրային բան լինի, էլի արձագանք լինի, բայց իմ կարծիքով տենց ինքը տենց գիտես չէ որ միշտ չի որ կուսակրուն ա եղել հայ առաքելական եկեղեցին 216 թվից ա եղել ժամանակ որոշվել է ժառանգաբար ա եղել գահի փոխանցումը հա ժառանգաբար դա մեջ իմաստ էլ կար չէ 6 ամիս անցնի այս թեմաները քնեն լավ կլինի հանուն այդ կուսակրունությունը հա որ չստացվի որ իշխանությունը էդի հա մի քիչ տենց աբիդնիային մասով ոնց որ հրապարակային ստեն էլի ասենք ընդհանուր եկեղեցի որտեվ սաղս է դե գիտենք որ բայց դրա նպատակն էլ էլի կարևոր որ ասենք տեղի ճիշտ ժամանակին հա զուտ եկեղեցու բանը պահելու նպատակ ունես բայց մեկ էլ կոտայքի թեմի առաջնորդի մասով ես հիշում եմ որ Բագրատ Սրբազանի պայքարը որ սկսվեց ինքը բոլոր սրբազան տարբերվող կարծիք էր հայտնում այսինքն այն չի տենց ոգևորված գնաց միացավ բան այսինքն ինքը տենց լավ էլ Բագրատ Սրբազանն էլ հայտարարեց որ իր եղբայրն է ոնց կհայտարարի ընդունումը եւ այսպես ասած չարձագանքեց էլ անգամ կոտայքի թեմի առաջնորդ ինչեւ է թեմայի մասով այլ բան այս թեմայի մասով ինձ թվում է հնարավորինս ինչ պետք է ասեցինք տարբեր տենց պրիզմաներով բայց այս շաբաթ նաեւ քննարկվող թեմաներից մեկը նաեւ տրանսպորտի վճարումների հետ կապված թեման է հա ինձ էլի թեման է որովհետեւ ես Դες լավ խորացել եմ, էլի իրական այդ վճարումների վիճակագրությունը չհավաքվում հիմա եւ այլն, որովհետեւ ես հիշում եմ ժամանակին, երբ որ տրանսպորտի այդ նոր վճարումների այդ համակարգն էին ներդնում, ասում էին այսա պետքա սենս լինի, 150 դրամ լինի, կամ այս միասնական տոմսային համակարգին պետքա անցնենք, որ նոր շարժակազմ ձեռք բերենք, տրանսպորտը լավանա, մատուցվող ծառայությունները լավանա, ու այն ժամանակ հիշում եմ, որ ակտիվ ավելի բոյկոտի, կազմակերպված բոյկոտի շրջաններ, ասում էին այդ որ մարդիկ մի կերպ պիկ ժամերին գնում են տուն, այս բանը բարեփոխումը հենց դրան է նպատակաուղղված, որ մարդիկ նաև ոչ թե այտենց իրար գլխի գնան, այլ այտենց նաև լինի նոր շարժակազմ, առանձին գծեր եւ այլն ու քաղաքապետի խոսնակը Հայկ Կոստանյանը վերջերս հայտարարեց, որ ճիշտն ասած դե քանի որ թեր հավաքագրումներ կան տրանսպորտի ոլորտում, շուրջ, եթե չեմ սխալվում, 2.3 միլիարդ դրամի չափով, դրա համար դե խոստացած 45 տրոլեյբուսից 30-ը այս պայն առնվազն չի բերվի հաստատ, իսկ հետո նաև հարցականի դե իրականում այս իրանք ուզած ինձ թվում է այս որ իրանք այդ նարատիվը տանում են, այդ խի են տանում, ասում են այ բոյկոտողներն են մեղավոր, ուղիղացում են բոյկոտողների պատճառով։ Այս ցույց է տալի թե այս մարդիկ բարեփոխում անելիս, ասենք ինչ մոտեցում ունեն, էլի ընդհանրապես, ասենք ինչ է նշանակում մեղավոր են մարդիկ։ Իրանք օրինակ չեն խոսում այն մասին, որ իրանք պլանավորված եկամուտների հավաքագրումից 2-3 անգամ ավել են եկամուտ հավաքագրել այլ ոլորտներից։ Եթե իրանք տենց շատ են մտածում հանրային տրանսպորտի ոլորտը կարևոր է, թող այդ գույքա հարկից կամ չգիտեմ կարմիր գծերի հարկից, որ ի դեպ դատարանով արդեն տենց վիճարկվել է ու իրանք դիմել են նորից մյուս Ադյանի դատարան, թող այդ հարկից մարդկանց այդ բանը հանրային տրանսպորտի կարիքները հոգան, որովհետև հիմա օրինակ ես մտածում եմ, ասենք մարդիկ կան, օրինակ իրանք մեծամասնություններ են ինչ որ չափով կազմում, որ վճարում են ու գոհ են հանրային տրանսպորտի համակարգից, բայց նաև վճարում են այն նպատակից ելնելով, որ մի օր նաև նոր շարժակազմ ավելանալու։ Հիմա այդ մարդը, որ լսում է օրինակ այդ խոսնակի ելույթը, որը ասում է, որ քանի որ չեք վճարում, չենք բերելու։ Օրինակ այդ մարդը ինչ կմտածի։ Ինքը կմտածի կամ երկու տարբերակ ունի, կամ կգնա այդ ամեն ում տենա որ չի վճարում, կգնա մի բան կասի, ինչ նոր ատելության տենց բան կստեղծվի, լարվածություն կստեղծվի հասարակական, կամ մյուս կողմից կասի դե որ տենց է, թե չեմ վերում, ես էլ չեմ վճարում։ Օրինակ ես որ մտածում եմ այդ քաղաքացու տեսանկյունից, ես այդ երկու տարբերակին եմ ասում, որովհետև ինչ է նշանակում, դե որ չեն վճարում, դրա համար տրոլեյբուսը չենք բերում։ Միևնույն ժամանակ ես նայում եմ օրինակ այդ բաները, եկամուտները, որ հավաքագրել են տրանսպորտի ոլորտից, շատ չնչին տարբերություն կա նախորդ տարվա համեմատ ու այս տարվա համեմատ։ Այսինքն կամ բոյկոտողների թիվը կամ բոյկոտողների չասենք, էլի չվճարողների թիվը ավելի շատ է, քան իրանք են ասում, որովհետև իրանք ասած թվերով դա 19 թվի 203,000 ուղևորի թվականակն է։ Կամ էլ այն որ ասում են
վարորդները ինչ որ փող են գրպանում եւ այլն, այդ հիմա այդ տվերը վերացրել են, վճարման գինը ավելացել է, բայց նույն չափ է փող հավաքագրում։ Դենց ոնց կլինի, ասենք 2 ամիս առաջ իրանք ասում են բոյկոտող չկա, 5%-ն են, 10%-ն են եւ այլն։ Հիմա ասում են այնքան շատ չվճարող կա, չեն կարողանում այդ տրանսպորտը բերել։ Ինձ թվում է այս ցույց է տալի, որ մարդիկ ռեֆորմների հանդեպ քաղաքական պատասխանատվություն չունեն, ու այս ռեֆորմի նպատակը իմ կարծիքով այդպես է իր նպատակին չի հասնում, որտեղ իր նպատակ այն էր, որ մարդիկ անցում կատարեն միասնական տոմսային համակարգին, այսինքն ոչ թե այն իրանց հին ժամանակների պես գնային մի հատ տոմս գնեին, ոնց որ էլի շարունակվում է։ Իդեպ ասենք մարդկանց մեծ մասը, գերակշիռ մեծամասնությունը գնում է մի հատ ուղևորության տոմս է գնում։ Այսինքն մարդկանց չեն կարեցել այն բերեն այն մակարդակի վարքագծի փոփոխության, որ մարդը մտածի, որ հա, մի ամսվա փաթեթ գնի, 3 ամսվա փաթեթ գնի կամ մի տար, որովհետև ինձ թվում է այդ մարդկանց մոտ այդ հանրային վստահության մակարդակը էլի թույլ է մնում ռեֆորմների նկատմամբ, մարդիկ մինչև հիմա մտածում են դե կարող է հետ գա այդ բանը, ու նաև լիքը մարդ չի կարողանում վճարել այդքան։ Այսինքն հետո այդ ես կարծեմ էլի դու ես միտքը ասում ռեֆորմ անողի կամ այդ ռեֆորմի համար լեգիտիմություն է պետք, որ մեկը մարդիկ այդ մինչև վերջ ընկալեն, որովհետև երբ որ մարդիկ չեն մինչև վերջ իրենց համար հասկանալի չի, արդար չի թվում, լինում է այնց հետևանքներ, ոնց որ հիմա է։ Օրինակ շատ դժվար է բան ասել բարեփոխում ու բան էլի Տիգրան Ավինյան հասկացությունը սենց իրար կողքի դնել, որովհետև երբ որ դու նայում ես հենց իրանց ես մի քիչ ավելի քաղաքական դաշտի վրա տանեմ էլի հենց ոնց որ ԿՊ-ի Երևանի ավականու այդ խմբակցության ընդհանուր առմամբ այս քրոնիկան իրանք մանդատագողությամբ իշխանությունը մի ձև վերցրին իրանք ենթադրյալ ամենախոշոր կոռուպցիոն դեպքերի հետ ասոցացվին ու երբ որ քաղաքապետը հավելյալ փող ա ուզում մարդիկ նայում են թե այդ ով է չէ այդ փող ուզողը ասենք օրինակ մեկը որ գնում է անդադ խաղում կրվում է հետո գալիս է թեկուս 50 դրամ ա ուզել չես տալի չէ որտեվ գիտես պետք է եթալուա կրվի հիմա մոտ իմ պատկերացմամբ ընդհանուր բնակիչների շրջանում էսա որ լսում են տենում են իրանց գիտեն ասենք այդ բարեփոխում անողները ովքեր են այդպես վստահությամբ չեն ներշնչվում այդքան մինչև վերջ չեն հավատում էլի որ կարա այս ռեալ բարեփոխումը լինի դրա համար սուտ լուրջ չէ վերաբերում ասենք ընդհանուր առմամբ ու համ էլ համոզիչ չի այդ իրանց փաստարկները տրանսպորտի առումով մեկ ես խորապես վստահ եմ ես Նաև sense ճիշտ է հստակ ինչ-որ մոնիտորինգ բան չեն կարեկարան կանենք, բայց հիմնականում չեն վճարում այդ առավոտվա պիկի ու իրիկունվա պիկի ժամանակ։ Երբ որ մարդիկ հիմնապես օգտվում են տրանսպորտից։ Ստաբիլ տրանսպորտից օգտվողները այդ են ասում են, որ մեծ մասը այդ ժամանակ ուղղակի չի վճարում։ Երբ որ նաև նպատակահարմար է չվճարում։ Այսինքն շարժակազմի խնդիր կա, մարդիկ մտածել են, որ գոնե 3 ամսվա մեջ որ վճարեն նոր շարժակազմ կբերեն, հիմա ասենք այն մարդիկ, որ գիշերը ժամի 7-ին են sense խցկված գնում են տրանսպորտի մեջ լսում են, ասենք, խոսնակի ելույթը, որ դե որ տենց 45 ավտոբուսը չի լինելու։ Ասենք այդ մարդիկ ինչ պետք է մտածեն, օրինակ, էլի, ասենք, բարձր շարունակել են։ Պետք է մտածեն, որ սուտասան իշխանություններ են քաղաքային, ռեֆորմ չիրականացնեն։ Ասենք անելուն ամենա ֆորմուլային։ Ասենք անեք, հիմա մարդիկ ասում են, գնում են լավ էլ վճարում են փաստացի, բայց չի ստացվում այդ ամեն ինչը։ Էս էլի իսկապես քաղաքական պատասխանատվության ու այդ խոսքի արժեքի բայց կարամ թվերով էլ, օրինակ, եթե մարդկանց թվերը բանը, ինձ թվում է այդ թվերը իրանք տենց ամեն անգամ մի բան գրում տալիս, հենց կմիջև հիմա իրանք էլ էլի նորմալ այդ բանին ֆինանսական շրջանառությունը չեն պատկերացնում։ Այստեղ խնդիրը նաև գիտեք որն է, որ օրինակ որ ասում են թերակատարում կա, ասենք այս ինչքան միլիարդ։ Այդ թերակատարումը բարձելու համար դու պետք է մի հատ բան ունենաս, էլի, հիմքային տվյալներ, baseline ունենաս անգլերենով ասած, ասենք դու պետք է ունենաս ուղևորների թիվը, ինչքան է Երևանում։ Ասենք օրական միջինը քանի իրանք վերցնում են 2019 թվականի տվյալները, ըստ որի 203,000 ուղևոր կա Երևանում։ Դե հիմա եկեք հաշվենք 2019 թվից հետո ինչքան բան է փոխվել Երևան քաղաքում։ Ինչքան ուսանող ա եկել, արցախցիներ, ռուսներ եւ այլն, լիքը մարդ հավելացել։ Ու վերջում պարզվում է, որ չվճարողների թիվը ավելի շատ է, ես չեմ ասում բոյկոտողների, որովհետեւ չվճարելը տարբեր հանգամանքներ ունի։ Լիքը մարդ կա, ասենք, ուղղակի չի կարող վճարի, պիկ ժամին է գնում, չի ուզում վճարի։ Համակարգի խնդիր է այդ բարդակը։ Լիքը, այսինքն տարբեր պատճառներով մարդիկ չեն վճարում։ Ու ասենք ես երբ որ թվերը հանել էի, հիմա ըստ իրանց նույնիսկ sense բանի զուտ թվերի ինչքան փող մուտք ունեն, որը չեն կարող խափել, որովհետև փաստացի բյուջեն է նստում, այդ գումարն է նստում։ Հիմա ըստ էության կայունացման է գնում 1 միլիարդ 300 միլիոնի մասին է խոսքը։ Երևանը մետրոբան իրար հետ, բոլոր իրար հետ, տրանսպորտի ոլորտում 1 միլիարդ 300 միլիոն ամսական, միջինը ամսական այդքան է գալի։ Անցած տարի Երևան ավտոբուս ՓԲ-ն մենակ, այսինքն որ
վարորդները բան էին անում, փողային ստվեր կար, եւ այլն, միջինը եղել է 750 միլիոն դրամի կարգի։ Այս մենակ Երևան ավտոբուս ՓԲ-ն։ Հիմա գումարելով նաև էլեկտրատրանսպորտը, որը էլի միջինը մի 30 միլիոն է գալիս, մետրոպոլիտենը, որ ասենք իր ղեկավարը ամեն օր զեկուցում 100% գերակատարում, ասենք 100% ոնց կարա իմանաս։ Ես օրինակ մի քանի անգամ մի QR-ով 3 անգամ անցել եմ, այդ ոնց է։ Այսինքն այդ մարդիկ նույնիսկ ինչ որ հիմնային տվյալներ չունեն, էլի։ Իսկ այդ նախորդ տարին այդ մետրոյով բանով իրար այդ իշքան 1.3 միլիոն է թազենա։ Մետրոյի տվյալները սենց է, որ միջինը էլի գալիս է 1 միլիարդի կարգի, այսինքն տարբերությունը շատ քիչ է։ Իրանք ոնց են պատկեր։ Ես այտենց ավինյանական ոճը այտենց պատկերացնում, որտեղ սենց են պատկեր։ Մենք հավաքում ենք 1 միլիարդ դրամ, մի քիչ փողը ավելացնենք տրանսպորտի վճարի, դառնա 2 միլիարդ դրամ հավաքագրում։ Այն 1 միլիարդը ուղենք բաների շարժակազմերի ձեռքբերման համար, այս 1 միլիարդը դնենք այդ շարժակազմերը պահպանելու վրա։ Այսինքն այտենց այն վատ բիզնեսմեններն են, առաջի քայլերն են անում, բան այտենց ինչ որ SWOT անալիզ են անում։ 4 ընկեր հավաքվում են շարժմանոց են դնում։ Ոնց է չլինի մի 5000 հատ կծախեն։ Իսկ ես անդիմադիրներ ու լիքը մարդիկ, որ այս ոլորտում այտենց ես հետևել եմ իրենց հատկապես վերջին շրջանում, շատ ճիշտ բան են ասում, ասենք Երևան համայնքի բյուջեն վերջին մի տարվա մեջ նոր մուտքեր է գալիս։ Խեք այդ գույքահարկը կարմիր գծեր, ինչքան որ կարմիր գծերը ասենք որ խնդրահարույց է, ապօրինի է, հակաիրավական է եւ այլն, փաստացի մուտք է եղել։ Փաստացի ասենք որ զեկուցում են Ավինյանին ամեն ամիս, ասում են որ պարոն քաղաքապետ, մենք ունենք, ասենք մեր սեփական եկամուտների աճ, ասենք 2-3 անգամ։ Այսինքն, եթե այստեղ լիներ ինչ-որ հանձնառություն, որ մարդկանց վարքագիծը փոխեն, ուղերձը փոխեն, ու այս առումով ինչն է կարևոր, էլի ինչքան էլ որ Ավինյանի այդ քաղաքական այդ իր ոճին, չգիտեմ, այդ իրանց այդ մանդատագողության բան, այդ մի կողմ դնենք, ասենք, լիներ նորմալ իշխանություն, ուզենար իրական միասնական տոմսային հավաքարքը շատ լավ բան է։ Եթե նորմալ իշխանությունը ուզենար այդ բարեփոխումը անել, ինքը ինչ պետք է հաշվի առնել, որ 30 տարի այս մարդիկ օգտվել են այլ կերպ։ Մի անգամ առել են 100 դրամ են տվել, օգտվել են։ Պատկերացնում եք, ասենք պետությունը ինչ ռեսուրս պետք է դնի, որ մարդկանց խթանի, գնան մի ամսական, ասենք 8000 դրամ տան առնեն։ Այդ ասենք պետք է լիներ խթանող քաղաքականություն, ոչ թե ասեն, այ քանի որ բերել ենք ձեր համար գազելները փոխել ենք, դե որ տենց է 150 դրամ տվեք։ Մի հատ էլ 150 դրամը չտան, ասեն, դե որ չեք վճարում, տրոլեյբուսներն չենք բերելու։ Իսկ թվում է, որ մի քիչ չվճարեն, կարող ասեն, вообще մի նստեք այդ տրանսպորտները մեր։ Կարող ձեր հոր տնից եք բերի արա։ Այդ դրան է հասնում։ Այդ ցույց է տալի, որ իրանք միջև հիմա չեն գիտակցում ինչ է, էլի նշանակում տրանսպորտի բարեփոխումը։ Չէ, որովհետև իրանք այն ի սկզբանե, որ այդ շարժումը մենք նախաձեռնեցինք, հենց մեր հիմնական մեսեջը էր, որ ոչ թե մենք դեմ ենք ընդհանուր առմամբ, ասենք հիմարություն ենք համարում տրանսպորտի գնի բարձրացումը, կամ ասենք մենք մեզի տենց ահավոր դուր են գալի այդ գազելները եւ այլն, այլ որ ստե բարեփոխում չկա, սա կիսատ փոփոխություն է։ Դու գույքի ձեռք բերում այդ բարեփոխում չի։ Դուք ինչ որ փող եք ճարել, գնացել առել եք թազա ավտոբուս, դա չեղավ բարեփոխում, դա եղավ գույքի ձեռք բերում, գնում։ Այդ նույնը ոնց որ մենք հիմա կամերաները առնենք, ինքը իրան նկարի, ինքն իրան մարդիկ խոսան, ինքն իրան վերլուծան։ Հա, բանով չի, դու ոչ մի հաշվարկ տակը չես իմացել ինչքան մարդ է օգտվում, եկամուտները սխալ ես փաստացի կանխատեսել։ Հիմա ուղղակի գցում ես մեր նման մարդկանց վրա, ինչա մենք կոչ են կարել բոյկոտենք, հա, սա քաղաքն է, տես մեզ լսելա, միջև հիմա փող չի տալի։ Ախր հիմա էլ կոչ չենք անում, չէ՞, ասենք հիմա ոչ մեկ։ Հելանք ասուլիսը ասենք մեր շարժումը մենք հավարում ենք, որ իր հիմնական նպատակին չի հասել։ Դրամին չենք վերաբերել։ Բայց այստեղ ասենք մաթեմատիկական բարձ հաշվարկ է, եթե նույնիսկ հանրության 10-20%-ը չի ընդունում քո բար, այսինքն ռադիկալ խումբն է, որը արժեքներով, սկզբունքներով ասում է, դե ինչքան ուզում է լավ բան լինի, ես դեմ եմ, որովհետև իրանք sense վատ բան են արել, հա, ասենք փորձել են վարձավճարի թակացման մեր վրա նոր բեր դնել, ես դեմ եմ, չեմ վճարում, կամ առիթից օգտվում են եւ այլն։ Դու եթե 10-20%-ը չի վճարում, արդեն այս քերի քո ռեֆորմը տապալվի, որովհետև եթե 150 է, այն վաղ 100 էր, հիմա 150 է, եթե 20%-ը չի վճարում, նույն բանն է գալի, որովհետև լիքը մարդ է այն ժամանակ 4 անգամ էր օգտվում, 4 անգամ 100 էր վճարում։ Հիմա մի ամսա փաթեթ է գնա ավելի էժան է։ Այսինքն այն մարդկանց, ովքեր շատ էին օգտվում, իրանց համար հիմա էժան է, ովքեր քիչ էին օգտվում, իրանց համար вообще լավ է։ Ձրի է։ Այդ ասենք բարձ հաշվարկ էլի, որ այն ժամանակ այդ էինք ասում, որ ասենք խնդիրը այն չի, որ դուք լավ, ասենք այդ շարժակազմերը փոխել եք եւ այլն։ Խնդիրն է, որ այս մարդիկ վատ են տրամադրել ռեֆորմը։ Ասենք լավ, Ավինյանը գնաց, ուրիշ մարդ գա, Պողոսը գա, ուզենա այս ռեֆորմը շարունակի, լուրջ դիմադրության է արժանանալու։ Ես ճիշտ ասած Ավինյանի հրապարակային քաղաքական գործունեությունը արդեն մի քանի տարի շարունակ ապացուցել է, որ ինքը ունի այսպես
չհիմնավորված, չիմաստավորված տղայական համառություն։ Այդ դրա մասին էր վկայել նաև, ասենք նախընտրական քարոզարշավի ժամանակ, եթե կհիշեք, բակերից մեկում երբ որ այդ գարաժն է միջև, քանդը կլեր գարաժը։ Գեփեցիպա գնալ Բանգլադեշ բոլոր ու ոչ միայն տրանսպորտի բարեփոխումը, շատ այլ գործողություններ, որին որ գնում է քաղաքապետարանը բարեփոխումների անվան տակ, իսկապես գալիս է ապացուցելու ու առերևույթ թե այդպես է, որ դրա տակ այսպես հիմնավորված հետազոտություններ ու հաշվարկներ չկան եւ մոտավորապես այն նույն սկզբունքով, որ Ավինյանը պահանջում էր որով մեկին այսպես գարաժը քանդել, այդ նույն սկզբունքով կան որ Պետրոս Ղազարյանն ասում է բացի նոր գույք գնելուց ինչ ուրիշ փոփոխություն ա եղել, ասում է Yandex նավիգատորով համարը ցույց է տալի, ասենք Yandex օրինակ ես կանգառում մի օր կանգնած եմ 41 համարը իբր գնում է, նայում ես, ասենք մեքենա չկա, այդպես 41 համարը ասես գնում է։ Ու դա էլ է հետաքրքիր, եթե ես չեմ սխալվում, այդ չպետք է Yandex-ի վրա կցված լիներ։ Այդ առանձին համակարգ են մշակում, քարտեզ եւ այլն, եթե չեմ սխալվում, 2G-ս այդ առանձին map հավելվածներ, որը պետք է գար, ասենք, միայն հենց տրանսպորտի համար լիներ, ու չգիտես, խի մեր բանը արևմուտք գնացող իշխանությունը որոշեց, որ Yandex-ի հավելվածը ավելի լավ կծառայի։ Որ այդ հավելվածում դու հաշվի, որ այդ դատաները սա տալիս են այդ հավելվածին։ Այսինքն իրանք առավոտից իրիկուն ագենտ են գալի, բայց հանում են Հայաստանի տվյալները տալիս են ռուսական կազմակերպությանը։ Որի մեջ էլ ըստ տեղեկությունների լուրջ այսպես մասնաբաժին ունեն ադրբեջանական այլ կազմակերպություններ։ Հա, խոսքով սկզբից միջև հա, ասենց որ շատ խորանանք, շատ վատ եզրահանգումների են գալու։ Ես կարծում եմ նեղություն որ ընդհանրում։ Իրականում Տիգրան Ավինյանին եւ Երևանի այսպես հավաքական ու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կարելի է հանգիստ թողնել։ Իրանք հրաշալի կերպով այսպես ձախողում են։ Ավելում են բանը։ Քարոզարշավյաբար ինչ է ինքը Քարոզարշավեր անում, միլիոններ ծախսեցին այդ անվորակ շինարարությունը, որ ցույց տան ինքը բան է։ Եվ իրենց քաղաքական կապիտալը այսպես շատ խելացի կերպով մսխում են, թույլ տանք թող հանգիստ մաշվեն։ Վստահաբար հաջորդ ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը այդքան ձայներ չի ունենալու Երևանում, ու քանի որ այսպես ենթադրյալ կոռուպցիոն դեպքերի մասին խոսեցինք, ես ուզում եմ նաև քննարկենք վարչապետի կառավարության նիստում արված մի շարք հայտարարություններ։ Համաձայն չեմ կառավարության նիստ ձևակերպանը։ Լրիվ ստենդափ է, լրիվ լուչացեք։ Այդ մարդը սկսում է խոսալ, բայց գացել եք այդ նստողների դեմքերը, ասեց արած չոզում ախպեր 5 շաբթի օրը սպասող դեմ սպասում են պրծենտի։ Բայց այնտեղ որոշները Այն որ բանակում անում է, այդպես մեծ ստուգող փոխգնդապետ է գալիս, սկսում է տես ինչ-որ վատ բառապաշարով դες բողոքել, որսեն զինվորների դեմքներ ես, դա զգաստ կանգնած է։ Կամ Զամպալիտը որ Կիրակի օրը խոսում է, սաղ սպասում են, որ խոսի։ Այլ խոսքի չգա, ասի լադուարիստ է խոսքի, ասես ինչ-որ տես ռիսկային պահ չստեղծի։ Միշտ մեկը առանձնանում է։ Խոսքի Գևորգ Պապոյանը չէ։ Նրանք ինչ-որ հավելում է անում, որը կարծես թե հեսա վարչապետն էլ վերցնում ու զարգացնում է մի փոքր ավելի, շատ ինչ-որ քծնանքի խելացի անաստագոմերի թեմա։ Բայց էլի այն թեզի բանն է, օրինակ, այսքան խոսակցություն մեղադրանք դեր այդ հայհոյանք, բան իրանք ասում էին, որ այդ հայհոյանքից արդեն նեղվում են, բան, բայց մինչդեռ 19 թվին չեն նեղվում, բայց էլի այդ կոռուպցիայից էին նեղվել, ու որ ասում էր ինչ որ $3 Ֆրանսիայում կայք են գրանցել, ու դե գրել են, որ ես տուն ունեմ, այնտեղ ու ասենք էդի հասել էր կառավարության նիստ, այդտեղ ոնց որ թե մոտավորապես 50 հարց կար, որ իրանք հաստատեցին, բայց այդ հարցը ասենք ամենաերկարը քննարկեցին, դե ինքը փաստացի կառավարության նիստի հարթը կօգտագործեց, որ հակադարձի այդ կոռուպցիայի հետ կապված դեպքին, որը ըստ իրա հորինված էր, այտենց բան չկա, դե էլի ասես դաշնակ բան, ու պասերով սկսեցին խաղալ բանի հետ։ Վարդապետյան Աննայի հետ, դատախազի։ Վարչապետ ուզերի հիշեցնի 14 թվին ապօրինի բանին, նախորդ տարի ապօրինի բռնագանձման գույքի այդ վարչությունով ինչ են արել, այս տարի ինչ են արել։ Կնոջը Ռոբերտ Քոչանին դե կոռուպցիոն ասեցին, սրանից հետո ինչքան ելույթ լինի սկսեն։ Այսինքն իրանց միևնույնն է ամենաթույլ կողմը հանրային բանում, մեկը իրանք միջև հիմա հասկանում են, որ ոչ թե իրանց թուրք ասելն է, ոչ թե իրանց բան ասելն է, այլ իրանց կոռուպցիան է ասելն է։ Եվ ինքը անկեղծորեն խոստովանեց, որ այ տեսեք, մեզ ուզում են իրանք նմանեցնեն իրենց, նույնացնեն իրենց հետ, թե իբրև թե մենք էլ ենք կոռուպցիոներ եւ այլն, եւ տարիներ շարունակ ինքը արդեն պնդում է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, իհարկե զավեշտալի է, երբ որ ասում ենք համակարգային կոռուպցիա չկա եւ հիշում ենք
Անիֆի փոշիացած միջոցները եւ զավեշտալի է, երբ որ Անիֆի երկուսն է ստեղծվում եւ դրա այսպես ղեկավարագործադիր տնօրենը նշանակվում Գոհար Աբաջյանը, արտաքին գործերի նախարարի կինը։ Քանի որ կոռուպցիայից եք խոսում, այդպես ես ոնց որ ուզում եմ սահուն անցում կատարեմ, էլ ինչ որ կոռուպցիոն ենթադրյալ բաներով մեղադրվող, որ հեռացրեցին այս ոստիկանապետին Արամ Հովհաննիսյանի։ Հանրությանն ավելի հայտնի Նիկոլի Արամ։ Ես էլ չգիտեի։ Որը բավականին տենց հետաքրքիր, հա, սենց եկավ ու էլի հետաքրքիր գնաց ու ավելի հետաքրքիր կերպար, հա, ավելի հետաքրքիր կերպար բերեցին ոստիկանության պետին, Լոռու մարզպետին, նախկին ոստիկան, մասին խոսանք, հա։ Ով որ քրեական հեղինակության հորեղբոր որդի է, Զարմիկներ են։ Զարմիկներ են։ Ու նաև մի հատ բան կա, որ նաև ասում են Իրան լուրեր են շրջանառվում, բերել են, որովհետև ներքին գործերի նախարարը շուտով գնալու է բան, դեկրետ, ոնց են ասում, վիզարձակուրդ, ու բերել են այդ որպես ներքին գործերի նախարար։ Այսինքն իրեն հետո ուզում են տանել ներքին գործերի նախարար։ Ես լավ է, այդ Արսեն Թորոսյանի խոսակցությունները ուրեմն ճիշտ չի, որովհետև ասում էին կարող է Թորոսյանը Արսենի տան ներքին գործերի նախարար։ Բայց ինքը Լոռու մարզպետը, որը հիմա արդեն ոստիկանապետն է, ինքը Իրան ինձ թվում է տենց պատահական չեն բերել։ Նիկոլ Փաշինյանը սիրում է տենց պուպուշ կերպարների բերի փչացնի, ուղարկի էլի տենց ոչ դեկրետի, բայց այս նախկին ոստիկանապետը այդքան է պուպուշ կերպար։ Հա, այդ դեպքը չէ, բայց ուրիշ դեպքեր եղել են, օրինակ Վահան Քերոփյանը, ով օրինակ տենց լիքը մարդիկ եղել են, էլի իրական, հա, որ մտածել են գնան մտնեն ներսում ինչ-որ բան փոխեն, բան։ Հիմա այս մարդը ոնց հասկացա հանրին արձագանքներից, հատկապես Լոռու մարզում տենց օրինակ մարդիկ ովքեր տենց շփվել են իր հետ, ինչ-որ գործունեություն են ծավալել եւ այլն, ինքը ոնց հասկացա հանդես է եկել որպես զուսպ կերպար, որը տենց այդ քաղաքական այդ խաղերի մեջ չի ուզեցի մտնի եւ այլն, եւ միևնույն ժամանակ տենց պրոդուկտիվ մարդ է, էլի, համակարգի մարդ, ասես կոպիտ ասած։ Հա, ոստիկանության գնդապետ է։ Հա, ոստիկանության ու ինքը Նիկոլ Փաշինյանը սրանով ոնց որ նաեւ ուզում է ասես ոստիկանության դեմքը փոխել, որովհետեւ իրականում եթե ասենք Արամ Հովհաննիսյանին հիշում եմ, ասենք եթե նույնիսկ խաղ ակցիա էր գնում ու ոստիկանությունը նորմալ էր արձագանքում, մեկը իր մեկնաբանությունը այդպես ավելի էր սրում, ես հիշում եմ Սրբազանի հետ կապված մի հատ դրվագ կար, արդեն այդպես քրեական ենթամշակույթին հարիր, հա, գողական կոպիտ ասած լեզվով էին իրար այդ հաղորդակցում, «Տո արա դու ես եսի միջոց», ես չեմ հիշում, ասենք որևէ ոստիկանապետի, ասենք որ տենց այդ մակարդակի մնացածը նորմալ այդ ցույցերը ցույցում էին, հա։ Ասենք Վովա Գասպարյանը, ասես օրինակ այդ նման դեպքերում համ յողում էր, համ դեղում էր։ Շատ քիչ է նախ, մենակ եթե հունից դուրս էր գալի, չէր ասում էլի, օրինակ այ լակոտ, այ տաղարիստե ասեմ ես քեզ։ Դե անգերազանցելի էր Վալերի Ոսիպյանը, բավականին հայտնի։ Արամ Հովհաննիսյանը չէր կարա լիներ ոստիկանապետ, պետք է ընդունել։ Օրինակ այս մարդ որ նշանակվել է, ինձ թվում ինքը որպես կադրային մարդ ու նաև ունենալով իր միակ այդ խոցելի կողմը այդ քրեական հեղինակության հետ կապ ուներ, դա իրական ասենք Հայաստանում ցանկացած մարդ կարա լինի։ Հիմա ես ինչ մեղավոր եմ հոպարիս տղեն օրինակ բան գողա օրինակ։ Հա, այսինքն ինքը ուղղակի բարեկամական կապ ունի, ոչ թե։ Հա, ես է գիտեի Քավորն է, որովհետև եթե գնացել է Քավորը կա։ Չէ, ուղղակի զարմիկներ են, հորեղբոր որդիներ են ինչ որ, տենց է։ Դե ես Գոր Վարդանյանի ֆիլմերը արդեն իրականություն եմ արձանում։ Սարոյանի եղբայրների ֆիլմեր չէ՞ նկարել։ Հա, չգիտեմ, պետք է երևի խնդրեմ Գոր Վարդանյանը այլևս կինո չնկարի։ Պահը ընթացքից կերև է, եթե իր պաշտոնավարման ընթացքում սկսեն նմանատիպ խմբերը իրանց ավելի լավ զգալ, քան հիմա են զգում։ Եթե հիշում եք Արամ Հովհաննիսյանը ինչպես էր արտահայտում օրինակ Դոն Պիպոյի մասին։ Հա, հիշում եք մեր հետ համագործակցումները այդ տղան ասում էր նորմալ բաներ, հիմա չասեմ ասում ինչ որ բաներ էր։ Այդ դեպքը չգնաց, չէ՞, նաև նոր ոստիկանապետի հետ։ Նշանակմանը չգնաց, դա իրականում լուրջ բան է, ինձ թվում է, ժեստ է նաև, թե ինչքան է նեղացած։ Հա, որովհետև հիմա օրինակ ես ինչքան համաձայն չի այդ որոշումը։ Ինչ որ բաներ խոսալ, ասենք, Վանեցյանի նման մտնի քաղաքական։ Բայց ինձ թվում է նաև հանրային ես դեռ չեմ տեսել ոստիկանապետ, որ մտնի քաղաքական։ Ոսիպյանը Չէ, նույնիսկ չես համեմատի ասեմ։ Ահացոտանորեն ստացվում է քաղաքական գործիչներն ու մեկնաբանում էր, ասում էր խիա կարևոր։ Բայց այդտեղ ի՞նչն է հետաքրքիր։ Օրինակ ես տենցը չհասկացա, այդ մարդը ազատվել է, թե ասենք չհեռացրել է։ Հա, էլի։ Այդ բանը տենց է, բայց օրինակ օրինակ ՆԳՆ-ի արձագանքն էր, որ ազատման դիմում է, այսինքն ինքը սաղը տենց դիմում են գրում։ Բայց ազատվել է, կարելի ասել, այսինքն սաղին էլ ասում են դիմում գրի, տենց հիմնականում չեն գրում հանում, էլի։ Բոլորն էլ եթե ֆորմալ նայես, այդպես է, բայց Կարմեն Մելիքբեկյանը առանձնացավ, երբ որ մարշին միանգամից հեռացրեց խաղից հետո։ Ամենակոնսենսուսային վարկածն է, որ վեճ ա եղել, բանի նախարարի Արփինե Սարգսյան, հա։
իրա ու ոստիկանապետի միջև անհաղթահարելի կոնֆլիկտ։ Տենց հասել է այդ վեճը ոնց որ Նիկոլի ասրա ճիշտ որոշում կայացներ։ Իրականում անհամատեղելի կերպարներ էին ու ինձ թվում է Նիկոլի համար ավելի շատ նախընտրելի կներ Արփինե Սարգսյանը։ Դե Արփինե Սարգսյանը ներկայացուցչական է, օրինակ ես ԵՄ-ի հետ կապված որ միջոցառմանը գնում եմ ինքը ելույթ անում։ Ասենք իրան ընդհանուր է։ Հաստատ Արամյանցության եզր չկա։ Համեմատելու ոնց որ կարելի է։ Ուղղակի տեղ այդ ոստիկանական համակարգը, որտեվ ինքը տենց համակարգ է, այդ ինչ այդ այդտեղ կառավարելը, վերևից ներքև այդ հրահանգիչեցնելը, ենթարկեցնելը, դա մի քիչ չգիտեմ, կին եւ այդքան խելացի այդ աշխատում է մեր ոստիկանական համակարգում։ Ոչ այնքան կին, այլ որքան թե որ այդ մարդը համակարգի մարդա թե չի։ Հնարավոր է որ համակարգի կին պաշտոնյա որ անցած լինի այդ աստիճանները։ Ես դա եմ ուզում նշել, որովհետեւ նույն օրինակ ԱԾ տնօրենի մասով Արմեն Աբազյանը ամենացածր պաշտոնից, բոլոր կաբինետներով, ինքը օրինակ որ հիմա նստած է պետի սենյակում, ինքը գիտի օրինակ այս վարչության էս ինչ կաբինետում ինչ է կատարվում, այն մեկում ինչ է կատարվում։ Այնակ արքեն մի քիչ sense արհեստական։ Փաշյանը մեկնաբանում էր Ղազարյան Վահեի բանը ազատումը, ասում է մարդիկ որ միտեղ մնում է, սերտաճում են այդ համակարգը։ Ու դաժե ոնց որ իա օրինակներ բերում, ասում օրինակ ես որ շատ եմ շփվում Վահե Ղազարյան, որի մանկության ընկերն է, իրար հետ ենք սովորել, բան sense ինչ որ այդպես սկսում է մեկնաբանել, բան։ Հիմա այդ նույնը օրինակ Արամ Հովհաննիսյանի դեպքում ինձ թվում է ոչ թե սերտաճել, այլ օրինակ հիշում 18 թվականներին ինքը ոնց որ կենտրոնում էր, ոնց որ կենտրոնում Շենգավիթ տնօրեն պետն այլ է, հա, օրինակ հիշում որ Նիկոլ Փաշյանի հետ կապված մեր դրվագ կային, որ Նիկոլ Փաշյանը ասում էր Սերժը մեր Հայաստանը սարքել է թուրք-ադրբեջանական պետություն, ու ինքը ասում էր ես գործ չունեմ, բան չեմ մեկնաբանում, բան ինքը նույն ձև մնացել է, այսինքն ինքը ի սկզբանե էր սերտաճած։ Հիմա Արփինե Սարգսյանի դեպքում չգիտեմ ինքը ոնց կար սերտաճի ոստիկանական համակարգի հետ, բայց այս նոր նշանակումը ինձ թվում է նաև ասես նոր մարդ բերել, որը սերտաճած չի, բայց նաև համակարգի ներսից է եղել, լավ պատկերացնում է համակարգը։ Ավելի բալանսավորված տարբերակ է, էլի, ոչ տենց կտրված է, հեռացված է համակարգից, ոչ է տենց, հա, սերտաճած։ Ես մեկ էլ ուզում եմ այս թեմայից հետո նաև խոսենք Նիկոլ Փաշյանի բան իրական Հայաստանի մասին։ Էլի բանախոսությանը, որը ԵՊՀ-ում տեղի ունեցավ, ինձ համար օրինակ դրանով է էլի կարևոր, որ օրինակ այն դեպքերում որ օրինակ իդեպ այսօր Արեգ Հարությունյանը ասում էր որ կրթվել է նորաձև է շարժման ծախսերը բանը վարչապետի աշխատակազմն է հոգում ինչ որ մասով այո այս կարևոր բան է ինձ համար որտեղ ես չգիտեի ես գիտեի այդ մարդիկ ֆանդրեյզինգ ունեն ինչ որ ծրագրերի ընդդիմում փոխեն մտածում եմ իմ քայլը հիմնադրամի պրոյեկտից մեկն է որ իմ Պաստորեն այսինքն ես օրինակ կրթվել նորաձև եմ որ հիշում եմ ու մարդիկ կային ասում են որ Աննա Հակոբյանը արդեն իսկ ուղակի քաղաքականությամբ է զբաղվում ես չէի պատկերացնում որ ամեն հանդիպման գլխավոր բանախոսը լինելու է երկրի վարչապետը ու շատ ինտենսիվ հանդիպումներ են լինում ինքը գնում է այս անգամ կարևոր է որ կրթվելը նորաձևից դուրս էր այդ բանախոսությունը ու ես Facebook-ում այդ գրառում տեսա որ ասում են օրինակ պատկերացնում եք Սերժ Սարգսյանն օրինակ ԵՊՀ-ում 2017 թվականին ազգբանակ հայեցակարգի մասին բանախոսություն կարդալ Իհարկե մի քիչ համեմատելի չէ, որովհետև Սերժ Սարգսյանի ոճը չի դա, ինքը անձնապես գնացի այսա ազգբանակն է, այլ ինքը դառնում էր իր ներքին այդ մակլավիկային, հա, Վիգեն Սարգսյանի միջոցով ու խորհուրդների կամ իր տեղի մարդ։ Հիմա Նիկոլ Փաշյանին ինքը տենց որոշել էր Նիկոլ Փաշյանը որոշել էր, որ ինքը պետք է գնա ԵՊՀ ու հանդես գա իրական Հայաստան հայեցակարգով ու այնտեղ էին մարդիկ, ովքեր որ նույնիսկ այդքան էլ չէին ժամանակին համագրել, հա, Նիկոլ Փաշյանը նույն օրինակ այդ ֆակուլտետի դեկանը, որի մասին շատ խոսվեց, չէ՞։ Ժուրնալիստիկայի ֆակուլտետ, եթե չեմ սխալվում։ Պարոն Մատրոսյանը։ Այո, դու ոնց որ այո, Ռուբենի դեկանն է, ինձ թվում է լավ կիմանա։ Ես կուզեմ այս քննարկենք, օրինակ ինչքանով է խնդրահարույց որ վարչապետը գնում է ու սենց ելույթ է ունենում։ Ինձ համար օրինակ մի խնդրահարույց Եվ դռները փակվում են։ Ինձ համար այդ խնդրահարույց կողմը է եղել, որ ես էլ եմ ԵՊՀ ուսանող, եթե պետք է ասած ասեմ։ Ես չեմ իմացել։ Իմ մոտ էդ է հարցը։ Դու էլի բավարար ակտիվ չես, օրինակ չես հետաքրքրվում։ Իմ մոտ էդ է հարցը։ Եթե օրինակ եթե անկեղծ խոսենք, օրինակ ինձ համար այդքան էլ տենց խնդրահարույց չի որ վարչապետը գնում է ու ինչ որ բանի մասին խոսում է, որովհետև ինքը վարչապետը պետությունը լուրջ հոգացության ներքո ապահովում Երևանի պետական համալսարանը ու լիքը հարցեր ինքը եթե ազատ հանդիպում լիներ օրինակ ասել բաց հանդիպում ուսանողների հետ ով ուզում է թող գա
ու ասես մեյլերով տարածեին, հա, ասեն ով ուզում է թող գա, ոչ թե ինչ որ ակտիվ ոնց են իրազեկել, որ դե հիմա օրինակ ասես մի հատ հարց կա, ասում են ինչ որ խումբ կա երիտասարդական, որը հավակնում է դառնա ինչ որ երիտասարդական, ԿՊԱ-ական ինչ որ երիթև, ինքն է զբաղվել հավաքելով, բայց չեմ կարող հաստատ ասեմ, որ իրանք են եղել, բայց ամենայն դեպս ես լիքը մարդու հարցել եմ, ոչ մի իրազեկված չի եղել։ Ու այստեղ ինչ որ մի հատ երիտասարդ է հայտնում այդ հանդիպմանը, որը սկսում է վարչապետին կոնկրետ հարցեր տալը։ Օրինակ որ դուք ես ձեզ հետ համաձայն չեմ եւ այլն, հիմա մեկ է սկսել են այս երիտասարդին դաշնակցական համարել։ Այ մեկ էլ այս երկու դրվագն է, որ ինձ համար ամենախնդրահարույցն է այստեղ եղել։ Առաջինը որ բաց հանդիպում է, բայց ինքը շատ փակ է, այսինքն ոչ բոլորն են իմացել դրա մասին, ու երկրորդը որ հա, ասենք երիտասարդը 22 տարեկան է, ասենք համաձայն չի իրական Հայաստանի հետ մի քիչ էլ ամբիցիոզ գաղափարներ ունի։ Թեթև 300,000 քառակուսի կիլոմետր։ Հա, ասենք ինքը տենց է մտածում, իրականում այդ նորմալ է այդ կրթական համակարգում, այս որ օրինակ այդ падգամավորները գրում են ԵՊ-ում sense կներեք, էլի 7-8 տարի դուք եք իշխանության եղեք, ասենք առաջին պատասխանատուն դուք եք, որ ԵՊ-ում այդ վիճակն է, որ հումանիտար ոլորտում որևէ բարեփոխում չի կարելի, ասենք այդ նույն դասախոսները, ովքեր զբաղված էին ազգ բանակ հայեցակարգի ռոպագանդայով, այսօր իրական Հայաստանի գաղափարախոսությամբ են զբաղվում։ Հիմա ով է մեղավոր, այդ երիտասարդը, որ այդ միջավայրում ուսում է ստացել ու վարչապետին այդ հարցը ուղղում է, թե դուք, որ 7 տարի ոչ մի բան չեք արել։ Ինձ այս երկու դրվագներն է խնդրահարույցից վստահաբար այդ ուսանողը իրանց կառավարման տարիների ընթացքում է, չէ՞, ընդունել համալսարան։ Հաստատ, հա։ Եթե 4-րդ կուրսում ուսանող է, ուրեմն իրանք 3 տարի դեռ ունեցել էին, չնայած այնտեղ Արամ Սիմոնյանը դեռ դիրքերը չէր, այսպես թույլատվող կանեն, բայց այդ մասով ես մի հատ հետաքրքիր համեմատություն անեմ 2017 թվականի փետրվարի 15 թե 16-ն էր կարծեմ, եթե չեմ սխալվում, որ Կարեն Կարապետյանը եկավ Երևանի պետական համալսարան, անգամ հանրապետական կուսակցության այդ ամնակուր ժամանակներում այդ տեսակ այսպես հավաքագրում չէր արվել, թե ովքեր պետք է հանդիպեն վարչապետ այն ժամանակվա 2003 թե 4-ին Սերժ Սարգսյանն էր նույնիսկ ԵՊՀ գնացել, Ռոբերտ Քոչարյանը գնացել է, ժամանակ չգիտեմ, դուրս են հանել։ Այսինքն այդ եմ ասում։ Այսինքն այն ժամանակ նույնիսկ բայց դուք հանդիպումները չնկատեցիք փոքր ինչ-որ տեղ 56 Պալյանների դահլիճում։ Այն մեծ դահլիճում չէր, այդ նախորդ մարտիկ որ գնացել են, մեծ դահլիճում որ մի 600-700 հոգի տեղանում, դիպլոմներ են հանձնում։ Այդքան մարդ ուղղակի չէր գնա։ Կարեն Կարապետյանը ներկա է, լրատվամիջոցների ներկա են, Հայաստանի Բաղդասարյանը քաղբանտարկյալների մասին հարցեր էր հնչեցնում, ուսանողների այսպես ծափերին հերարցակվում էր մամուլ ներկա, մամուլը Վերջո մեր ընկերներից Դավիթը հիշում եք ակցիա էր անում վարձերի։ Ազատությունը հետաքրքիր ռեպորտաժ էր այդ մասով պատրաստել, որ ինքը հայտարարում է, որ Երևանի պետական համալսարանի դռները երբեք չպետք է փակել, բայց ինքը փակել էր դռները եւ այո, լրագրողները ջպեր համարյա բորձուրի վրա հանելով կանգնել են համալսարանը։ Շատ կարևոր է։ Այն ժամանակ ես հիշում եմ այդ կադրերը կային, որ Կարեն Կարապետյանին հարց էին ուղղում, այդ մամուլում հայտնվում էր։ Այդ ինչա ցույց տա, որ իրանք միջև հիմա 7 տարի հետո ասենք, իրանք խոցելի են համարում Երևանի պետական համալսարանը։ Այդ շատ լավ է։ Այսինքն չեմ ասում լավ է թե վատ է, բայց ես ասում եմ լավ է, ոչ լավ է, ոչ վատ է։ Մյուս կողմից բարեփոխումներ չեն իրականացվել։ Վատ է, որ բարեփոխումներ չեն արել, բայց մյուս կողմից էլ իսկապես հասկանում են այդ երիտասարդության ուժը, թե ինչ կարա լինի, որովհետև երիտասարդությունը այդ չէ, ես տենց եմ մտածում։ Այդ պարլամենտում Նիկոլ Փաշինյանը իրան զգում է ձուկը ջրում, կոմֆորտ միջավայր է, այնտեղ մարդիկ են որոնց համար ինքը հա իրան ծափարում է մի լայն հատվածը, ընդդիմությունն էլ շատ հեշտ է ընդդիմությանը ոչնչացնել, ասել քո հայրը կոռուպցիոներ է եւ այլն, իսկ Երևանի պետական համալսարանը, չգիտեմ, այս փակ դռների պայմաններում այդ հանդիպում ունենալը ես կարծում եմ կարմաներին չեմ հավատում, բայց վատ անդրադառնալու է ինչ-որ մի օր, որովհետև Երևանի պետական համալսարանը եւ ընդհանրապես ուսանողությունը, այսպես ճակերտավոր ասված, վրեժխնդիր լինել գիտի, հատկապես Երևանի պետական համալսարանը իշխանություններից վրեժխնդիր լինել գիտի։ ԵՊՀ Բաքում մի հատ աղջկա հարցում են դուք վարչապետի հետ հանդիպումից տեղյակ եք եղել, ասում են, չէ, ասում են, իսկ մասնակցի, ասում են, կրկեսների չեմ։ Այդտեղ այդ ուղղակի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ որ համեմատեցիր, այդ գա Երևանի պետական համալսարան խոսալ իր այդ ինիցիատիվ, այս շատ ճիշտ նշեցիր, որ սա դա Սերժ Սարգսյանի ոճը չէր, բայց հակառակը դա հենց Նիկոլ Փաշինյանի ոճ։ Այսինքն ինքը 3 հոգի էլ որ գտնի երկու հատ կամերա, որ պետք է ինչ-որ բան խոսա, ինքը խոսալու է ու դա փաստացի աշխատում այսօր։ Առավոտ բացում ես, ինքն է լրատվ առաջին էջերում, երեկոյան քնելուց նայում ես, ինքն է։ Օրակարգ փաստացի այսօր միակ օրակարգ ստեղծողը ինքն է։ Անկամ եթե օրինակ
Ու այդ շատ կարևոր է, որ ֆիքսենք, էլի, որ ով օրակարգ ստեղծում է, ինքն էլ տենց այդ բանը տանում է, այսինքն այս ընթացքում մի հատ մեծ այս վերջին մի քանի բաների ընթացքում եղել է բանը, այդ Բագրատ Սրբազանի շարժումը ու հետո օրինակ մեր այս չենք վճարելուն։ Այս չենք վճարին, ես հիշում եմ մի քանի օր մենք ինչ որ բան կարողացանք, էլի, ասենք մեդիային, որ մենք ենք ինչ որ բան ստեղծում։ Ու այդ է էլի, այդ բանն է կարևոր, ով է ստեղծում, ով է վարչապետի հանդիպումից հետո նախ ես չէի մտածում, որ իրանք չեն կարալու 500 հոգի ճարեն, որ այդ մեծ դահլիճում անեն, երկրորդ ես չէի պատկերացնի, որ այդպես քաղաքական թիմով կընկնեն երկրորդ կուրսի ուսանողի հետևից չերկային, բա այդ կեղտոտություններ։ Զզվելի բան է այդ։ Այդ ուղղակի տարբեր լատվականներ դրել էին, շատ էր գնացել, այդպես մռմռացել էր։ Ախր ապատեղեկատվություն են տարածում։ Այդ երեխեն դաշնակցական չի։ Բայց ասեն դաշնակցական հայացքներով։ Հա, դա ուրիշ բան, բայց ասենք ես կարամ 3 հատ գրառում առնվազն բան, հա, ես падգամավորներ, ասենք եթե չեմ սխալ Վագն Ալեքսանդրովս մեր դաշնակցական ուսանողը չի գրել, ունեն դաշնակցական հայացքներ ունեցող ուսանող։ Օրինակ իմ մոտ Օրինակ ես այդ ձևակերպմանը կարամ ինչ-որ ձև, ասի, հա, ինչ-որ։ Չէ, բայց այդ բան չի, դե ուսանողը մի բան ասել է, ասենք հիմա ինչ ուզում եք, սա ամեն ինչ տապալեք, ինչ ասես անեք, մեկը չկայնի, հա, հետո ինչ որ խնդրարույց բան ասե, կամ իր տված պատասխանը այդ ինչ էր։ Այնտեղ, ասենք ինքը այդ վատ հարցին, այդ բանի, դաշնակցական հայացքներով իբր ուսանողի հարցին, այդ ինչ պատասխան տվեց։ Այն մի հատ հայտնի ռիլ կա, ասում է բադա վարչապետի արած զրույցը։ Կամ ասենք հրապարակում եք քիչ եք ամբողջը հրապարակում։ Այդ երեխուն էդ են ասում, այդ երեխան ասել է կարմրել էր, ես ինչ գոռում էր բան, բռնել են այդ հատվածը ուղարկում, ասում են վարչապետ ուր է թե գոռացի։ Ախր ամբողջը հրապարակում։ Բայց լավագույնը այդ երեխան խոսած, թե չէ, բան 40 վայրկյանից ռիլից բացի ուրիշ ոչի բան չէինք իմանալու այդ միջոցառումից։ Փաստացի այդ ուսանողի շնորհիվ թափանցիկությունը ստիպեց ուսանողի շնորհիվ մոտավոր հասկացանք էլի ինչա կատարվում։ Բայց պետք է արձանագրել, որ երբ ուսանողություն չի ուզում իր այդ խոսը։ Հա, թեկուզ խնդրահարույց մտածելակերպ իշխում է դեռևս ԵՊՀ-ն, որովհետև դե հիմա անուններ չտանք։ Ես օրինակ չեմ կարծում, որ այն բնագիտական թևում տենց է։ Այդ մասը ուղղակի բացարձակ սա բան այդտեղ չեն։ Այդ թևի վրա էր գնացել իրականում։ Այդ ԵՊՀ-ից շարժարիտ առիթը, այսպես ասած, այն էր, որ կառավարությունը իրականում, հա, լուրջ փող է դրել, որ ինչ որ լաբորատորիա բացի, օպտիկական թե ինչ եւ այլն։ Իրական բնագիտա-մաթեմատիկական թևը, կենսաբանություն բան, ԵՊՀ-ն ավանդույթներով հիմա էլ ավելի լավ, ինքը առաջ գնում է։ Բայց ասենք այսօր այս քաղաքական խոսույթը կա Հայաստանում, այս հանրային տրամադրությունը, ծայրահեղ մեկը ասում է իրական Հայաստան, մեկը ասում է գնանք 350,000 քառակուսին գրավենք եւ այլն, այդ նաեւ ԵՊՀ այդ հումանիտար թևում որևէ բարեփոխում չանելն է։ Մենակ մի քանի դասախոսի քաղաքական հայացքների պատճառով հանելը, դա էլ չի բարեփոխում։ Այդ նույն այդ ավտոբուսների տրամաբանությունն է, էլի։ Ասենք որ մտնում ես ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, այն ժամանակվա զուգարանների համեմատ ավելի լավ զուգարաններ է, պատերը վերանորոգած եւ այլն, բայց խնդիրն այն չէ, էլի, որ այդ նաեւ ասֆալտ են, էլի, ասֆալտը։ Հա, բայց նաեւ այս կարևոր է, որ ասենք պետական քաղաքականության բնագավառն է, էլի, այստեղ ոչ թե միայն ԵՊՀ-ն է, որովհետեւ ԵՊՀ-ն ինքը իրանով որևէ բարեփոխում չի կարող անի։ Այստեղ միշտ էլ այդ խնդիրը եղել է, որ պետության բանը, այդ վերաբերմունքը կարևոր է, այսինքն ինքը ինչ պետական քաղաքականություն է վարում։ Դե քանդում են տանել ակադեմիական։ Հա, այդ ակադեմիական հիմա էլի գալիս ենք նրան, որ ակադեմիական քաղաքի մասնակ այդ ձերեն որ զրույցը կար, որ դուք խոսում եք ակադեմիական քաղաքի վնասակար հետևանքների մասին, հիմա մենք ինչ ենք անում, սպասում ենք ակադեմիական քաղաքի շինարարությունը բարձնի, այս բովանդակությամբ գնանք այնտեղ։ Մեր ասածը այդ է իրականում։ Հիմա եթե դու 7 տարում չես կարեց այդ բովանդակությունը փոխես այդ պատերի ներսում, ինչով ես համոզված, որ եթե լինի ակադեմիական քաղաք, այդ ասենք եթե դու այդ նորմալ կրթական բարեփոխումներ չես անում, հետո նեղանում ես, որ ինչ որ ուսանող 22-ամյա 3-րդ կուրսի գալիս քեզ տենց հարց է տալի, ասում ես դաշնակ, ասենք այդ նույն տրանսպորտի բարեփոխումն է, էլի, այդ բանը ես մտածում եմ իրանք ուղակի տես չեն անդրադառնա, ասենք բան չեն անի, բայց այն որ տենց նագլիավարի շեյր կանեն այդ ուսանողին ինչ որ բան կգրեն ու թիրախավորեն պիտակավորեն բան այդ։ Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ Փաշինյանի այն հայտարարությունից, որ Սուրեն Պապիկյանին ուղարկում ենք Երևանի պետական համալսարան, որպեսզի ուղերի ապակուսակցականությունը ապահովի, դրանից ընդհանրապես 1-2 տարի անց կամ երբ չեմ հիշում, որ Սուրեն Պապիկյանին գործողում էին այնտեղ, եւ ընդհանրապես այն հեղափոխության շրջանի ապրիլ-մայիսյան 2018-ի շրջանի հետ իր հայտարարությունները, որ
Երևանի պետական համալսարանը այլևս չի ծառայելու որևէ քաղաքական խմբի եւ այլն, այդ հայտարարությունները վաղուց հոդս են ցնդել։ Բայց մեր մի հատ կիսատ քուանջ տամ, էլի քո ասած։ Իրականում բան չկա, մարդը գնացել է, ինքը քաղաքական ներկայացուցիչը գնացել է իր գաղափարախոսությունները քարոզել է բուհական համակարգի ներսում, պատերից։ Նայ, երբ որ դու ԵՊՀ-ում, ասենք, հիմա լինես, ասենք, որևէ, ասենք, նայ, ասենք, ես չեմ մտածում, որ իրանք չեն ուզում, որ ԵՊՀ-ն լինի իրենց տակ, եթե կարելի է ասենց ձևակերպել։ Որովհետև դեռ այդ բավարար ռեսուրսը չունեն, որ ԵՊՀ-ն, բայց այդ խնդիրը է, էլի, ասենք, այս պահին եթե իրավիճակը նկարագրենք, նենշի, ասենք, բուհը շատ քաղաքականացված է այս պահին։ Այդ մարդիկ դեռ ինչի՞ հիմա չեն կարողացել ուսանողների տարվող աշխատանքների կենտրոնը իրենց հովանալ։ Ամենալուրջ բանը դա է, երբ որ դու այդպես կարևոր բաները չես անում, երբ որ ասենք նախկին կուսակցական, ասենք, այդ մնացած այդ մնացուկ ասեմ, թե մեխանիզմները ասեմ, դեռևս կան, ու դու այդ քաղաքական կամքը չունես, թեկուզ ասենք իրանց հանես քոնինին դնես կամ այդ ռեսուրսը չունես այդ ամեն ինչը անելու, խոսել որ ԿՊ-ն ասենք ԵՊՀ-ն դարձել է Իրանը տենց չէ, որովհետև այսօր ուսանողների հետ շփվող այդ հումանիտար հոսքի հետ է կապված, շփվող դասախոսների մեծամասնությունը կամ հանրապետական են կամ քոչանական թևին են հարում, մի փոքր տարբերություն կա վարչական ապարատում, որովհետև ինչ որ փոփոխություններ եղան, այսինքն եթե ուսանող այսօր գնում է ասենք դասախոսից շփվելու ամեն օր առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին ասում են իրանք Աստվածան Նիկոլա Թշնամի, ինչի մասին է խոսքը այստեղ, այսինքն իրանք ոչ թե բավարար ռեսուրս չունեն, իրանք չեն հասկան որտեղից սկսեն։ Դա համար այդ իր ԵՊՀ գնալը ավելի շատ ցույց տալն է, որ ես կարամ գամ ստեղ ու տենց ինչ որ հարցեր հնչեն, ես պատասխանեմ, բայց որ ասել քաղաքականացված է ամբողջ ովին ոնց որ նախկինում էր, Էլի պետք է մի քիչ անկեղծ լինել, ասել որ տենց չի, բայց տենց չի, իմ տպավորությունը, որովհետև չեն կարողանում այդքանը դեռ։ Այդ ուրիշ։ Որովհետև վատ ռեսուրս չի իրականում։ Հարցը, հա, կամ չեն կարում, կամ կարանք ասեն քաղաքական կամքի խնդիր կա, կամ ռեսուրսի խնդիր կա։ Մարդիկ ուսանողների տարվող կենտրոնին դատի են տալի, տեն կենտրոնի ղեկավարին Վահրամ Վարագյանին, հետո գնում են հաշտության հետ, որովհետև հասկանում են, որ process-ները ուրիշ տեղ կտանի ու շարունակում այդ մարդը պաշտոնավորել իրենց կենտրոնով, իրենց այն հին բարքերով եւ այլն եւ այլն։